Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանը գտնվում է նախընտրական ժամանակաշրջանում եւ այս ժամանակաշրջանն էլ բնորոշվում է նրանով, որ մի գնահատական ենք տալիս յուրաքանչյուր քաղաքացին անցած ճանապարհին ի վերջո այս ռեֆորմների օրակարգը մի բան է, որը յուրաքանչյուրիս անհատապես է վերաբերվում։ Ռեֆորմների մասին մենք շատ ենք խոսել, սակայն մի այնպիսի նեղ մասնագիտական, առանձնահատուկ մասնագիտական ոլորտ, ինչպիսին առողջապահությունն է, որից հասկանում են, այսպես ասենք, քիչ քանակությամբ մարդիկ, բայց բոլորս ենք դրա շահառուն ծնված օրվանից սկսած մինչև այն պահը, երբ մենք աշխարհափոխ կլինենք։ Այնուամենայնիվ այս ոլորտի իրողությունների, անելիքների, իրավիճակի գնահատական այնուամենայնիվ այս պահի դրությամբ անհրաժեշտ է իմի բերել, ներկայացնել եւ ընդհանրապես առարկայական խոսակցություն ունենալ սրա շուրջ։ Մենք գիտենք, որ Հայաստանում ներդրվել է վերջապես շատ ուշացած, բայց այնուամենայնիվ ներդրվել է համընդհանուր ապահովագրման, առողջության ապահովագրման ինստիտուտը եւ անում է իր առաջին քայլերը, ի հայտ են եկել, ինչը շատ բնական է, են առաջին բաց թողումները, հնդածս աշխատանքներ են կատարվում սխալների վրա, շտկում են թերությունները, համակարգն էլ հարմարվում է այդ նոր իրողություններին։ Փորձենք հասկանալ այս ամենը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին բարձրաստիճան պաշտոնյա եւ հանուն հանրապետության կուսակցության ցուցակի տեխնացու անդամ Թաթուլ Հակոբյանը, բարև ձեզ պարոն Հակոբյան, ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Առողջապահությունը մի ոլորտ է, որտեղ դժվար է ասել, որ բոլորն էլ ամեն ինչ հասկանում են եւ տիրապետում են այն չափանիշներին, թե ինչն է ճիշտը, ինչն է սխալը, կարողանան ձևակերպել, դրա համար անհրաժեշտ է համապատասխան թե կրթություն, թե փորձ, հա, կրթությունն էլ միայն կրթությունն էլ բավարար չի։ Այս ոլորտը ենթարկվում է բարեփոխումների, դժվարությամբ, որովհետև սա եւս ինչպես եւ կրթությունը կոնսերվատիվ ոլորտ է, այսպես ասենք, եւ միայն փոխելու ցանկությունը բավարար չէ։ Հիմա ձեր գնահատական այն համակարգին, որը կա մեր երկրում, իր մեջ բնականաբար եւ անցյալի իներցիան է կրում, բայց եւ միտված է դեպի ապագա, ինչ ունենք այս պահի դրությամբ համեցեք։ Շնորհակալություն Ռուբեն։ Իմիջայլոց ես ուզում եմ ընկերներին եւ մեր բոլոր հետևորդներին տեղեկացնել, որ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես մասնագիտության բժիշկ է։ Նախկին կյանքում, նախկին, մասնագիտության բժիշկ է եւ մենք որոշեցինք այս զրույցը կազմակերպել, ես երբ հայտարարեցի, որ զբաղվելու եմ հասարակական քաղաքական գործունեությամբ, այսինքն թողել եմ իմ աշխատանքը արդեն ավարտել եմ աշխատանքը առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, այսուհետև ԱՀԿ կրճատ կասեմ, որպեսզի անընդհատ չկրկնեմ, որտեղ մեջբերելու եմ ԱՀԿ-ին։ Փորձենք հայացք, այսպես ռենտգեն, հա, ճառագայթներ ուղենք դեպի մեր առողջապահության համակարգ, տեսնենք թե ինչ կա հիմքում, ինչ կա վերևում, կառուցված, ինչպես է այն գործում, ինչ խնդիրներ կան եւ մենք ինչպես ենք տեսնում այդ խնդիրների լուծումը։ Իհարկե, այս եթերաժամը բավարար չէ բոլոր խնդիրները քննարկելու համար, սակայն ես կփորձեմ, մենք կփորձենք Ռուբենի հետ միասին շոշափել այն հիմնական խնդիրները,
որոնց վրա կառուցվում է համակարգը, որոնց լուծումը անհրաժեշտ է համակարգի գործունեության համար։ Հիմնական գործունեություն։ Որն է այդ գործունեությունը։ Հիմա անդրադառնանք եւ սկսենք առողջապահության համակարգի առաջին հիմնական գործառույթը, որը մտնում է հանրային առողջապահության մեջ։ Դա հիվանդությունների կանխարգելումն է եւ առողջության վրա ազդող բոլոր գործոնների վերահսկում եւ վտանգների կառավարում։ Մենք գիտենք, որ մարդու առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, եւ դրական, եւ բացասական։ Հիմա բացասական գործոնների ազդեցությունը պետք է նվազեցվի, չեզոքացվի, դրական գործոններին ավելացվի։ Այսինքն մեր ամբողջ շրջակա միջավայրի բնությունը, օդը, ջուրը, հողի մաքրությունը, մարդու կենսագործունեության բարենպաստ միջավայրը, շրջակա միջավայրի հիգիենան, սննդի անվտանգությունը, կեցությունը, կացարանը, բնակարանը, ջեռուցումը, աշխատանքային պայմանները, տրանսպորտը, բոլոր այս թվարկածները հանրային առողջապահության բաղադրիչներ են եւ սա պետական հիմնական գործառույթն է։ Պետությունը ունի գործառույթ հանրային առողջապահության համար։ Այն կոչվում է հանրային հենց այն հիմքով, որ դրա հիմնական պատասխանատուն պետությունն է։ Հիմա հասկանանք, թե ինչ դեր ունի այսօր առողջապահության նախարարությունը եւ ինչպես է կառուցվում այս հանրային առողջապահության համակարգը։ Արդյոք այն գերատեսչությունները, որոնց պետությունը պատվիրակել է, տվել է գործառույթներ, այս գործոնների վնասարար ազդեցությունը մարդու վրա նվազեցնելու, ինչպես են համագործակցում։ Արդյոք կան հորիզոնական կառույցներ, արդյոք ունեն գիտական եւ փորձագիտական ներուժ։ Արդյոք նրանք ունենային կարողությունները, որպեսզի իրենց հիմնական գործառույթը իրականացնեն։ Եվ արդյոք առողջապահության նախարարությունը ունի համակարգող գործառույթ, որովհետև մենք գործ ունենք առողջության վրա ազդող խնդիրների հետ։ Հիմա իմ սուբյեկտիվ պատասխանը, եթե գնահատենք այս համակարգը, այսպիսին է, որ կարողությունները հատկապես գիտական եւ փորձագիտական եւ ներուժը թույլ է։ Եվ անհրաժեշտ են պետական հստակ քաղաքականություն իրականացնել բոլոր ուղղություններով եւ որպեսզի դրանք բերվի պատշաճ կամ գոնե բավարար մակարդակի։ Ինչ բնույթի աշխատանքներ եք դուք առաջնահերթ պատկերացնում այդ ուղղությամբ։ Հանրային առողջապահության բոլոր ինստիտուտները պետք է հզորացվեն, նրանց փորձագիտական ներուժը պետք է հզորացվի, մասնագետները պետք է պատրաստվեն, փորձագետները պետք է պատրաստվեն, որովհետև բոլոր որոշումները, որ կայացվում է պետական մակարդակով, հենվում են այդ փորձագիտական որոշումների կարծիքների վրա։ Մեկ ցցուն օրինակ եմ ուզում բերել, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի վիճակում է այս համակարգը։ Հիշում եք համավարակի ժամանակ, COVID-ի համավարակի ժամանակ, Սահմանադրական դատարանում վիճարկվում էր նախարարության մի հրաման, որով 2 շաբաթը մեկ պետք է թեստավորվեին մարդիկ, որպեսզի աշխատանքի գնային եւ այլն։ Իհարկե ես կարող եմ ընդունել, որ այդ հրամանը, որը ստորագրել էր առողջապահության նախարարը, որը ոլորտի մասնագետ չէ, հա, կարող էր եւ գիտակ չլինել այդ ամեն ինչը, բայց այն մասնագետները, փորձագետները, որոնք այդ հիմնավորումները դրել էին այդ հրամանի տակ, պետք է հասկանային, թե ինչի հիման վրա են այդպիսի հրաման տալիս, հա, եւ իհարկե, բայց դա չի էականը, Սահմանադրական դատարանում դատավորներից մեկը հարցրեց իմունիզացիայի ծրագրի ղեկավարին պատվաստումների մասին եւ իմունիզացիայի ծրագրի ղեկավարը, որը այդ ոլորտի իմունիզացիայի գլխավոր մասնագետն է, գիտակը, տվեց հետևյալ պատասխանը, որ պատվաստման արդյունքում, COVID-ի դեմ պատվաստման արդյունքում առաջացող իմունիտետը
ավելի կայուն է եւ երկարատև, քան երբ մարդը վարակվում է եւ ապաքինվում։ Այո։ Սա հայտարարակ հակագիտական թեզ է եւ որ հնչում է Սահմանադրական դատարանում։ Ես անկեղծ ասած շատ վրդովվեցի, որովհետեւ եթե իմունիզացիայի ծրագրի ղեկավարը դա անում է միտումնավոր, այսինքն ստում է, հակագիտական թեզերը, դա էլ է վատ։ Եթե անում է չգիտակցելով, դա շատ ավելի վատ է, թե ինչ տեղ է զբաղեցնում նա այդ համակարգում։ Ես այս օրինակը բերում եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես չի կարելի որոշումներ ընդունել առանց գիտական եւ փորձագիտական կարծիքի, առանց հիմնավոր, փաստարկների։ Եվ ամփոփելով հանրային առողջապահության վերաբերյալ իմ մտորումները հարց կարող է հնչել, իսկ որտեղ եմ ես տեսել այդպիսի համակարգեր, բարվոք համակարգեր, կենսունական համակարգեր, որպես տեսլական կարող ենք աչքի առաջ ունենալ եւ տեսնելով մեր թերությունները, այն բացերը որ կա, որն է օրինակելի նստած բոլոր ինստիտուտներից, լաբորատորիաներից, դա ահռելի մի համակարգ է։ Այո, հերք։ Պատկերացնում եք, եւ սննդի անվտանգության, եւ օդի, շրջակա միջավայրի բոլոր այդ կառույցները պետք է իրենց կարողությունները եւ ներուժը հզորացնեն։ Ես այդպիսի համակարգեր տեսել եմ Եվրամիության երկրներում, ընդ որում ավելի զարգացած երկրներում Գերմանիան համերակատարյալ համակարգ ունի այդպիսի։ Եվ Սկանդինավյան երկրներում, այսինքն Եվրամիության երկրներում կա փորձ, կա այդ համակարգերի կառուցման, մոդելներ եւ հորիզոնական կապերի ստեղծման ուրեմն փորձ։ Եվ կարծում եմ, որ Եվրամիության երկրները մեզ շատ կարող են օգնել այդ կարողությունների զարգացման համար։ Հիմա անցնենք մարդուն, անհատին, անձին, քաղաքացուն, որը տարբեր պատճառներով կորցնում է իր առողջությունը։ Հիմա անցնենք մյուս համակարգի մյուս մասին, երբ որ իրականացվում է բուժօգնություն։ Մարդը կորցնում է իր առողջությունը, կարող են լինել վարակներ, կարող են լինել գենետիկ հիվանդություններ, գենետիկ ժառանգական նախատրամադրվածություն, քրոնիկ վիճակներ, մարդու վարքագիծը կարող է բերել որոշակի հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունները կարող են սրվել, վատ սովորույթները, ես ասի վարքագիծը։ Հիմա տեսեք, ինչ է անում մարդը, երբ կորցնում է իր առողջությունը։ Նա եթե թեթև է, դիմում է հարևաններին, ծանոթ բժիշկներին եւ այլն, համացանցում է, փորձում հասկանալ իր հետ ինչ է կատարվում, բայց եթե չի ապաքինվում, կարող է ինչ-որ դեղեր օգտագործել, ինքնաբուժմամբ զբաղվել եւ այլն։ Եվ հասնում է այն վիճակին, երբ որ չի ապաքինվում, ինչ է տեղի ունենում, սրվում է վիճակը, անհրաժեշտ լինում կամ շտապ օգնության կամ դանակը հասնում է ոսկոր։ Դանակը հասնում է, այդ մեր խոսքն է, ժողովրդական, դանակը հասնում է ոսկորին եւ դիմում է բժշկական կենտրոն կամ շտապ օգնության։ Ինչ է տեղի ունենում մարդը։ Մարդը զգում է տկարություն, ցավ, տառապանք։ Խնդրում եմ հիշեք այս առանցքային, այս բանալի եզրույթները ցավ եւ տառապանք։ Եվ նրա հետ տառապում են ոչ միայն ասենք իր հարազատները, իր մտերիմները, իր սիրելի մարդիկ։ Եվ ինչ է հետաքրքրում այդ մարդուն, հիվանդին, առավել եւս քան նաեւ հարազատներին։ Ապաքինվել։ Միակ ցանկությունը, որ բնության մեջ նա ունի, չէ՞, իր բոլոր ցանկությունները, զգացմունքները մի կողմ է դրվում, ոչ մի բան չի ուզում մարդը։ Մարդը ուզում է ապաքինվել, ազատվել այդ ցավից եւ տառապանքից։ Հիմա սա շատ կարևոր պահ է, որ մենք մտնում ենք արդեն բուժօգնության համակարգ։ Հետևաբար, երբ մարդը դառնում է խոցելի, ցավով եւ տառապանքով մտնում է այդ համակարգ, ինչպիսին պետք է լինի այդ համակարգը, ինչ սկզբունքների եւ արժեքների վրա պետք է կառուցված լինի,
ինչ գիտելիքներով պետք է զինված լինի, ինչ տեխնոլոգիաներով պետք է զինված լինի։ Ինչ է պետք ցավ եւ տարապանք ունեցող մարդուն առաջին հերթին մարդասեր եւ գթասիրտ վերաբերմունք։ Երկին։ Ճիշտ է։ Եվ հիշում եք, այդպիսի սկզբունք կար, երբ ասում էինք, որ եթե պացիենտը բուժաշխատողի հետ առաջին շփումից հետո մի քիչ իրավիճակը չբարելավեց, ուրեմն ինքը սխալ տեղ այո։ Հիմա եկեք հարց տանք, ինչ արժեքների վրա է հիմնված մեր այսօրվա բուժօգնության համակարգը։ Ես չեմ ասում առողջապահության, որովհետև մենք դա վերագրեցինք։ Դա ավելի լայն, ասենք հանրային առողջապահություն։ Կոնկրետ բուժօգնության համակարգը մարդուն տարան հիվանդանոց։ Հիմա ես տեսել եմ բազմաթիվ գթասիրտ եւ մարդասեր բուժաշխատողների։ Կան այդպիսիները, որոնք իրենց իրական առաքելության մեջ են։ Այն բուժաշխատողը, որը իրեն չի զգում այդ առաքելության մեջ, բժշկական հաստատությունում իրավունք չունի լինելու, ցանկացած բուժաշխատող։ Եվ հիմա մինչև ախտորոշման կամ այլ միջամտությունների կիրառումը մարդուն բերել են հիվանդանոց։ Որն է հիմնական առաջին հարցը, որ տրվում է հիվանդին կամ նրա հարազատներին։ Որն է։ Ինչ է զգում, որտեղ է դա ցավում։ Մինչև այդ, այսպես ասած, դիագնոստիկ միջոցառումները եւ դրա հետ մեկտեղ ինչ հարց են տալիս։ Վճարունակության։ Այդ էլ կա, այո։ Ով է վճարելու։ Փողը որտեղ է։ Հիմա ես հիշում եմ, որ համավարակից հետո ԱՀԿ կառավարիչների համաժողովն է առաջին 22 թվականի դեկտեմբերն է, հավաքվել ենք Ժնևում եւ քննարկում ենք այն խնդիրները, որ առկա էին համավարակի ժամանակ, քաղաք դասերը եւ այլն։ Եվ արձանագրվեց ամենակարևոր խնդիրը գլոբալ առողջապահության։ Որ առողջապահության համակարգերը, բուժական համակարգերը վերածվել են շահույթ հետապնդող ինդուստրիայի, եւ սա վերաբերում է համարաբոլոր երկրներին։ Ես այսօր չեմ ցանկանում, որ մենք քննարկենք այդ համավարակի հետ կապված այդ ամբողջ պատմությունը, որովհետև այն բարդ թեմա է, ես էթիկայի նորմերից ելնելով նույնիսկ իրավունք չունեմ բացել այնպիսի տեղեկություններ, որոնք ես ունեցել եմ աշխատելով ԱՀԿ-ում։ Բայց երբ կլինեն հնարավորություններ, երբ պետք է մատնացույց անել ինչ-որ խնդիրների լուծման, ես կարող եմ այդ միջամտությունների մասին խոսել եւ առաջարկել լուծումներ։ Ուսանելի պատմություն է բոլոր դեպքերում։ Մենք լծակ չունենք հիմա որևէ գործողություն անելու, ուղղակի խոսելը կարող է եւս մեկ անգամ ցավ պատճառել մարդկանց, որոնք կորուստներ են ունեցել այդ համավարակի ժամանակ։ Եզրակացությունը հետևյալն է. առողջապահության համակարգերը վերածվել են շահույթ հետապնդող ինդուստրիայի։ Եվ մեր համակարգը Հայաստանի անմասն չէ, երբեմն ավելի գռեհիկ դրսևորումներով։ Մեր քաղաքացիները իրենց վրա զգում են այդ ամենը, թե ինչ է տեղի ունենում, հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ տեսնում են, թե ինչ այսպես կոնվեյերային համակարգ է գործում, հա։ Հիվանդների մուտք, ելք եւ եկամուտների եւ շահույթների հոսք գեներացում։ Եվ այս վիճակը նոր չէ, միանգամից չեղավ, 3 տասնամյակ փորձագետները գլոբալ մակարդակով հետևում էին, գնահատում էին եւ փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում առողջապահության համակարգերում եւ ինչ միտումներ, ինչ զարգացումներ, որոնք են այն մեխանիզմները, որոնք վնասում են այդ համակարգին, դեգրադացնում են այդ համակարգը եւ շեղում են իր հիմնական խնդրից, որ պետք է լուծի, դա առողջության գեներացումն է,
մարդու ցավի եւ տառապանքի դարմանումն է, այդպիսինն է ստեղծվել համակարգը։ Եվ եզրակացությունները հետեւյալն են։ Առաջին, առողջապահական համակարգերը դեգրադացվում են շուկայական մեխանիզմների կիրառման դեպքում։ Ումիջիայլոց սա վերաբերում է նաև կրթության համակարգին, եթե տեսնենք, հա։ Հետևաբար շուկայական մեխանիզմները կիրառելի չեն առողջապահության համակարգում։ Մրցակցությունը եւ շահույթ հետապնդելու մոլուցքը խաթարում է մասնագիտական, իրավական եւ համամարտկային հարաբերությունները։ Սա շատ կարևոր եզրակացություն է։ Տեսեք, օրինակներ բերենք, թե ինչի է բերում այդ մրցակցությունը բժիշկների, հիվանդանոցների, բժշկական կենտրոնների միջև։ Սա առանձնապես վերաբերում է հիվանդանոցային սեկտորին։ Մասամբ նաև արտահիվանդանոցային, երբ մենք խոսում ենք դիագնոստիկ ծառայությունների մասին, որտեղ եւ լաբորատոր դիագնոստիկ ծառայություններ, որտեղ մենք տեսնում ենք, որ մեծ մրցակցություն կա եւ տեսեք ինչպես են գործընկերները միմյանց փնովում։ Նկատել եք, չէ՞։ Մեկը մյուսի հասցեին ինչպիսի պիտակներ, հա։ Հիշում եք գովազդային են վահանակները, երբ փողոցի վրա, այդ մեծ վահանակների վրա բժիշկները իրենց նկարներն էին այսպես փակցնում, ֆանենդասկոպով, այսպես կանգնած, այս տարվա այս լավագույն բժիշկ եւ այլն, դա ուղղակի վիրավորական է բոլոր այլ բժիշկները։ Ես այդպիսի բան չեմ տեսել աշխարհի որևէ երկրում, որտեղ եղել եմ։ Որ բժիշկը իրեն գովազդի փողոցում մեծ վահանակի վրա։ Սա նորմալ բան չէ։ Սա այսպես կոչված այդ մրցակցության վուլգար գրեհիկ դրսևորումն է։ Մյուսը, որ առաջանում են մեծ մասնագիտական կոռուպցիոն ռիսկեր։ Ինչու մասնագիտական կոռուպցիոն ռիսկեր, փորձեմ պարզաբանել, խոսքը պացիենտների կողմից այդ նվերների, շնորհակալության եւ դրա մասին չի խոսքը։ Դա սովորական բան է։ Նույնիսկ պետք չի պայքարել, ինչպես այսպես գործուն պայքար են մղում եւ այլն։ Նույնիսկ կարելի է նվիրատվությունների ձևով ինչ որ ձևով դրանք օրինականացնել, ինչպես պետական պաշտոնյաները բարձրաստիճան, չէ, տարբեր երկրներում, հա, նվերներ են ստանում եւ բերում։ Բայց ասենք որոշակի մակարդակի եւ չափի։ Որից հետո պետք է հայտարարագինս։ Բայց խոսքը վերաբերում է այն փաստին, որ այդ շահույթ հետապնդելու մոլուցքը հատկապես հիվանդանոցներում, հիվանդանոցների տնօրեններն են, տերերն են, հա, այն ճարպիկ տղաները, որոնք ժամանակին դարձան հիվանդանոցների տերեր, կամ հիվանդանոցներ կառուցեցին, հասկանալը, որ այդտեղ շահույթ կա, հա, այդտեղ կարելի է փող աշխատել մարդկանց ցավի եւ տառապանքի վրա։ Խոսքը հիպերախտորոշման, հա, ինչ որ ասում ենք հիպերդիագնոստիկայի եւ հիպերնշանակման, ոչ անհրաժեշտ դերերի, հետազոտությունների եւ այլն։ Եվ սա այն հիմնական եզրակացություններ են, որ 3 տասնամյակ շարունակ փորձագետները ուսումնասիրում էին եւ եկան եզրակացության, որ պետք է շուկայական մեխանիզմները առողջապահության համակարգում զսպվեն։ Շահույթ հետապնդելու ինդուստրիան պետք է իր ախորժակը կարողանա զսպել, հա, որովհետև եթե, տեսեք, այսպես շարունակվի, ոչ պետական միջոցները, ոչ ֆիզիկական անցած միջոցները չեն հերիքի այս գնաճին, տեխնոլոգիական առաջընթացին, տեսեք ինչ գնաճ կա առողջապահության համակարգում։ Եվ կխժռի ամբողջ պետական բյուջեն, հիմա երբ որ խոսենք ապահովագրության մասին, ես կասեմ, թե դա ինչ համակարգ է եւ ինչ զարգացումներ կարող է ունենալ հետագայում։ Եվ ապագա կառավարությունը պետք է այս բոլոր հարցերին անդրադառնա։ Մենք այս բոլոր հարցերը բարձրացնելու ենք ապագա կառավարության արժեք, բարձրացնելու ենք պարլամենտում, եթե մեր քաղաքացիները մեզ հնարավորություն տան լինել իրենց ձայնը խորհրդարանում։ Հիմա պետք է
ինտեգրել առողջապահության համակարգը եւ ուժեղացնել պետության կարգավորիչ դերը։ Սա է առաջին հիմնարար խնդիրներից մեկը, որ պետք է դնել։ Այստեղ պետք է գովեստի մի քանի խոսք ասեմ կառավարությանը գործող 25 թվականին, եթե չեմ սխալվում, առողջապահության նախարարը երբ հաշվետվություններ ներկայացնում նախարարությունում, վարչապետին հաշվետվություններ ներկայացնում, այնտեղ խոսվեց, որ մարզային 42 բժշկական կենտրոններ, հա, դրանց կառավարման լիազորությունները տրվել է առողջապահության նախարարության։ Պետական, այո, պետական։ Բոլոր, որոնք նախկինում գտնվում էին մարզպետարանների եւ նույնը նաեւ կրթության ոլորտում կրթական։ Սա շատ դրական քայլ է։ Սա շատ հիմնարար քայլ է, որ կառավարությունը ձեռնարկել է, մենք չենք կարողանում տասնյակ տարիներ այս խնդիրները լուծել, որովհետեւ մարզպետները դարձել էին այսպիսի մի, ասեմ, այդ տարածքների, այդ մարզերի, այսպես ասած, իշխանները, հա, նրանց ձեռքից բդեշները, իշխանները նրանց ձեռքից որևէ բան վերցնել հնարավոր չէր, եւ իրենք ուզում էին կառավարել, ինչ գիտեին, առողջապահություն, կրթություն, ամեն ինչ ուզում էին այնտեղ կառավարել։ Եվ այդ առումով այս որոշումները կառավարության, որ վերաբերում են եւ բժշկական կենտրոններին եւ կրթական հաստատություններին, պետք է շատ դրական, բայց դրան պետք է հետևի նաեւ հաջորդ քայլը, այսինքն պետք է առողջապահության նախարարությունը եւ իր համակարգը այնպիսի հզորություններ զարգացնել, որպեսզի կարողանան այդ համակարգը կառավարել եւ կադրային առումով, եւ ինստիտուցիոնալ առումով, եւ որակի կառավարման սա ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Հիմա նույնիսկ կարելի է մտածել արդեն դրան պետք է հետևի նաև ընդհանրապես մարզպետարանների ապագայի հարցը։ Արդյոք այդ կառույցները չեն դարձել մեր կենսաբանական լեզվով ասած ռուդիմենտ, այսինքն անպիտան, մեր պետական օրգանիզմի համար, որովհետև ինչ ֆունկցիա են կատարում։ Դե ենթադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը զուգընթաց, ռուդիմենտը գնալով կփոքրանա։ Փաստացի, այո, փաստացի ռուդիմենտը մանավանդ այս խոշորացումն էլ որ տեղի է ունեցել, Հայաստանը հիմա ըստ էության ոնց որ 70 կլաստերների է բաժանված։ Պետք է կայանան այդ ամենը։ Ենթադրաբար դա այդպես։ Ենթադրաբար, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իհարկե ես ուզում եմ դա տեսնել ապագա սահմանադրության մեջ, որ դա, այսինքն լուծված լինի այդ խնդիրը այլևս, որովհետև դրանք իսկապես արդեն կորցրել են իրենց դերն ու նշանակությունը։ Այնքանով, որքանով որ պետք է օգնեին տեղական կառավարման մարմիններին, որպեսզի նրանք ճիշտ մեկնաբանեին եւ կիրարկեին նախագահի հրամանագրերը, կառավարության որոշումները եւ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, այդ ֆունկցիան այլևս նրանք չեն կատարում։ Նրանք վերցրել են նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ֆունկցիաներ, սոցիալական ծառայությունների եւ այլն։ Հիմա սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, դուք կարող եք դրան այդպես ընթացք տալ կամ ծրագրի մեջ բոլոր դեպքերում։ Համենայն դեպս սա պետք է նաև քննարկման առարկա դառնա ապագա նոր սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Հիմա անցնենք ապահովագրության այն top թեման, եթե այլ հարց։ Այո, դե էլ ոնց որ նախաբան, հա, այս թեմային, սա նոր համակարգ է Հայաստանում, պատմության մեջ նման համակարգ չի եղել, պարոն Հակոբյան, մի կողմից։ Մյուս կողմից, մենք խոսում ենք, որ մարդիկ գալիս են հիվանդանոց ու առաջին ինչ հարցնում են, ասում են իսկ ներողություն, իսկ փողը, հա։ Դուք տեղյակ եք, որ ասենք ձեր հիվանդության տակից դուրս գալու համար ձեզ պետք է, ասենք, այսքան փող։ Մյուս կողմն էլ կա, էլի մենք բժիշկներ ենք եւ գիտենք, որ բժիշկները արդյոք վարձատրվում են այնքան, որքան արժի նրանց կվալիֆիկացիան, նրանց անցած կրթությունը, նրանց փորձը, նրանց կողմից ցուցաբերվող այդ օգնության արժեքը արդյոք արդարաբար է հատուցվում, հա։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս թվում է թե հակադրությունը, որը կա,
լուծվում է հենց այս համակարգերի, այս համընդհանուր ապահովագրման համակարգերի ներդրմամբ։ Նաև ապահովվում է, այսպես ասենք, առողջների եւ հիվանդների համերաշխությունը այս հարցում։ Եվ այլն, այսինքն բոլոր առումներով սա երևի թե շատ ու շատ պրոգրեսիվ լուծում է, բայց դեռ առաջին քայլերն է անում ձեր դիտարկումները սրա հետ կապված հանցեք։ Ես կանդրադառնամ այս համակարգի դարձյալ հիմնական խնդիրներին, որտեղ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ ես կարծում եմ, որ դեռ շուտ է այդ մասին խոսել։ Այսինքն չենք հասել դեռ դրան։ Կան դրանց, այսպես ասած, ծիլերը, որ կարող են հասունանալ, այդ խնդիրները կարող են հասունանալ, բայց դեռևս հնարավոր է, որ ընթացքում այդ խնդիրները լուծվեն։ Հիմա եկեք ես մի պատմական այս ակնարկ, հա, էքսկուրս անեմ դեպի անցյալ։ Ես ունեմ այդ պատմական հիշողությունը դեռևս 1997 թվականից։ 1997 թվականին առողջապահության համակարգում նախաձեռնվեց բարեփոխումների մի քանի այսպես ուղղություն։ Առաջինը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ վարկային ծրագիրեր եւ դրամաշնորհային ստեղծվեց պետական առողջապահական գործակալությունը եւ մյուս ուղղությունը դա բարեփոխումներն էին եւ առողջության առաջնային պահպանման ուղղակի հզորացումներ, ընտանեկան բժշկության ներդրում, կրթական ծրագրեր եւ այլն, որպեսզի դա համակարգի, այսպես բուժական համակարգի հիմքն է, նաեւ կանխարգելիչ որոշ չափով։ Բագը նախատեսվում էր որպես ապագա պետական ապահովագրական համակարգի, այսպես ասած, առանցքային ինստիտուտ, այսինքն որպես հիմնադրամ, ապագա հիմնադրամ։ Բագը վերցրեց ֆինանսավորման, այսինքն ֆինանսների բաշխման հիմնական պետպատվերի ֆինանս։ Պետպատվեր։ Հիմա տեսեք 97 թիվ մինչև 22 թիվը իրավիճակը կարելի չէ, ֆինանսները, հոսքերը, եկամուտները շատ ցածր էին, պետական եկամուտները, հատկապես 99 հոկտեմբերի 27-ից հետո, այսպես ասած, տնտեսությունն էր եւ քաղաքական համակարգը որոշ չափով 2008-ի անկումը 14%, բայց 99-ից հետո մինչև 2002 թվականը մեր պետությունը եւ տնտեսությունը եւ համակարգը, այսպես ասած, ուշքի էր գալիս այդ ցնցումից հետո, այդ տերորիստական ակտից հետո 22 թվին որոշ չափով իրավիճակը բարելավեց եւ ոլորտի պատասխանատուները որոշում կայացրեցին գնալ ինտենսիվ մասնավորեցման։ Ընդ որում այդ 30 տարվա մասին, որ ես խոսում էի, այդ 3 տասնամյակ աշխարհի բոլոր երկրները իրենց առողջապահական համակարգերը եւ ԱՀԿ-ն նույնպես հետազոտում էր այդ համակարգերը։ 3 տասնամյակ հետո եկան եզրակացության, որ մասնավորեցումը որպես այդպես շուկական մեխանիզմներից մեկը, մրցակցության եւ այլն, առանձնապես այս փոփոխություն չի առաջացնում առողջապահության համակարգի գործունեության մեջ, հատկապես որակի բարելավման, գնաճի, այսպես ասած, զսպման եւ սկսվեց այդ գործընթացը։ Բանկի մասին բոլորը մոռանում էին, այսինքն նախարարները գալիս գնում էին, բայց ապահովագրության մասին առաջին 2 շաբաթը խոսում էին ապահովագրության մասին, ես առնվազն պես աշխատել եմ 5 նախարարի հետ, այդպես շարունակական։ Գալիս էին, հետաքրքրվում էին ու հետո վերադառնում էին իրենց հիմնական գործին, պետպատվերի գումարների բաշխման, այսինքն ապահովագրությունը կորպորատիվ շահը առնվազն արկա էր։ Չէ, առնվազն լծակ կա ձեռքին։ Այսինքն ֆինանսների նախարարություն եւ առողջապահության նախարարություն երկու նախարարն էլ որևէ կերպ չեն ուզում այդ ֆինանսական միջոցների բաշխումը իրենց ձեռքից բաց թողնեն եւ պատվիրակեն հիմնադրամին։ Այո։ Որտեղ եթե ստեղծվում է հիմնադրամ, ապա գումարները այնտեղ է։ Այսինքն որ
քննարկենք այս հիմա գործող համակարգը, կտեսնենք թե ինչ քայլեր է արվել եւ որոնք են խնդիրները։ Հիմա մենք կարող ենք ցանկացած պահի վերցնել պետպատվերը, վերանվանել պետական ապահովագրություն։ Կարող ենք։ Պագի ուրեմն պագը վերանվանել ապահովագրական հիմնադրամ։ Կարող ենք։ Պետպատվերի շրջանակը որոշ չափով այդպես փաթեթը ավելացնել եւ ասել, որ մենք ներդրեցինք առողջության ապահովագրություն։ Դա կարող էինք անել 20 տարի առաջ, նույն կերպ։ Ընդ որում այդպես էլ առաջարկվում էր, բայց ապահովագրությունը ունի մի քանի բաղադրիչ։ Եթե այդ բաղադրիչներից որևէ մեկը չկա, այդ համակարգը չի աշխատում։ Այն ձևախեղվում է։ Ինչ է պետք ապահովագրության համար։ Ապահովության հիմնական գաղափարը դուք շատ ճիշտ նշեցիք, առողջներ եւ հիվանդներ։ Խնդիրը հետեւյալն է, որ հանրային առողջապահության տեսանկյունից, անհատների առողջապահության տեսանկյունից հիվանդության ռիսկերը, հիվանդության բերած ռիսկերը, հատկապես ինչ վերաբերում է առողջության կորստին, ֆինանսական կորստներին եւ այլ, դա բաշխվում է հասարակության վրա։ Տարբեր շերտերի, գործատուների, այստեղ 3 մասնակից կա։ Ապահովադիր պետությունը, այն քաղաքացիների համար, որոնք վճարունակ չեն, իսկ հասարակության մեջ լինում են այդպիսի, օրինակ ուսանողները, որոնք գտնվում են ուսման մեջ, հա, եւ ոչ միայն պետք է նրանց անվճար, այսպես պետությունը պետք է հոգա նրանց ուսման վարձը եւ այլն, բայց նաեւ նրանց կեցության, նրանց առողջապահության եւ առողջության խնդիրը։ Եվ գումարած նաեւ կախված այդ օգնության արժեքից, հա, կարող է այնպեսի որովհետեւ պաթոլոգիա կա, որի բուժումն էլ շատ թանկ արժի ու ամեն մեկի կան քրոնիկ հիվանդներ, դրանք այդ քրոնիկ հիվանդները նրանք ընդգրկված են այդ փաթեթի մեջ, նրանք որ սուր քրոնիկ հիվանդություններ ունեն, նրանք հաշմանդամության կարգ ունեն եւ այլն, այդ բոլորը ընդգրկված էին պետպատվերի մեջ, այսօր էլ ընդգրկված են ապահովագրության փաթեթի մեջ, հա, ապահովագրվում են պետության կողմից 65 եւ բարձր տարիքի անձինք։ Ոչ բոլորն էին պետպատվերի շրջանակներում, նախկինում, հա, օգտվում պետության աջակցությունից, այսինքն պետությունը ապահովում էր նրանց անվճար բուժօգնությունը։ Բայց հիմա 65 բարձր բոլորը։ Որևէ այսպես տարանջատում տարբերություն չկա, այդ մարդը քրոնիկ հիվանդ է, հիվանդ չէ եւ այլն։ Հիմա բայց ապահովագրության զարգացման համար ամենակարևորը հետեւյալն է, այն ինչ որ դուք ասացիք, առողջները վճարում են հիվանդների համար։ Եվ 3 ապահովադիր է պետությունը, ինչպես ասացի, գործատուները եւ ինքը եւ ֆիզիկական անձինք։ Դասական ապահովագրության դեպքում ապահովագրավճարները վճարվում են ֆիզիկական անձանց կողմից եւ գործատուի կողմից։ Պետության դերը պետք է հնարավորինս նվազ լինի, այստեղ պետության ապահովագրավճար վճարելու դերը, բայց մենք հիմա օրենքով նայում ենք այս օրենքը, որ ընդունվել է, այստեղ տեսեք ապահովագրավճար վճարող, սույն օրենքի համաձայն ապահովագրավճար վճարող ֆիզիկական անձ։ Իսկ որ է պետությունը։ Արդյոք պետությունը ապահովում չէ։ Այստեղ նշում է, որ պետությունը բյուջետային տարվա բյուջեի չափն է որոշում, թե ինչքան պետք է տա եւ այլն, բայց ուր է գործատուն։ Որովհետեւ ֆիզիկական անձը եւ գործատուն այս համերաշխությունը, որ դուք ասացիք առողջների, սա սոցիալական պատասխանատվության մի ձև է, հա, գործատուի կողմից գործատուն այդ ապահովագրավճարի մի մասը վերցնում է իր վրա, հա, իրենք փոխադարձ համաձայնությամբ, այդպես է մեզ հայտնի եվրոպական համարյա բոլոր երկրներում, որտեղ ապահովագրության բրիտանական մոդելը այդ համավճարով է, երրակողմ համավճար, հա, քաղաքացի իր գործատուն եւ պետություն։ Եվ եթե նա աշխատում է պետական հիմնարկում, չէ,
դառնում է, որ 2/3-ն է պետությունը տալիս, թե որպես գործատու, թե որպես պետություն, 1/3-ը մնում է քաղաքացու։ Հիմա այդ համամասնությունները կարելի է որոշել, հա, հաշվի առնելով եկամուտները, մարդին եկամուտ վճարվող եկամուտների չափով եւ այլն, հա, բայց այնուամենայնիվ, եթե մենք ուզում ենք այս համակարգը զարգանա, այս կառուցվածքով այն չի կարող զարգանալ եւ այն բախվելու է բազմաթիվ խնդիրների։ Տեսեք, բերեմ օրինակ։ Առաջին երամսյակի թվերով, այստեղ ինձ մոտ այդ թվերը կան, տեսնենք որտեղ են, մի վայրկյան, հեսա գտնեմ, հա։ Նախարարությունը հաշվետվություն է տալիս, որ ծախսվել է մոտ 40 միլիարդ դրամ։ Այո։ Առաջին երամսյակում ապահովության համար։ Հիմա 25 թվականի բյուջեն 162 միլիարդ էր։ Եվ այդ նույն քննարկման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ առողջապահության բյուջեն ավելանում է եւս ինքը ասեց $100 միլիոն ավել, մոտավորապես 60 միլիարդով եւս ավելանում է, դառնում է 220 միլիարդ։ Հիմա մենք եթե դինամիկան այսպես շարունակվի, ապա պետական միջոցները կարող են չբավականացնել։ Ես ենթադրում եմ, որ պետությունը պարտ վերցրեց 120, ենթադրում եմ, վստահ չեմ, որտեղ դա գնում է բյուջե։ Եվ ֆինանսների նախարարությունը հետո ինչպես է դա վերաբաշխում, $120 միլիոն պարտ վերցրեցին վերջերս, թերևս այս ապահովության համակարգը սկսելու համար, հա։ Հիմա տեսեք, եթե եւ ընդ որում այդ ապահովագրավճարները ֆիզիկական անձինք վճարում են պետբյուջե։ Այո։ Օրենքում գրված է, որ վճարվում է պետական բյուջե։ Ապա ուր է հիմնադրամը։ Հա։ Ապահովության համակարգը չի կարող գործել, եթե մենք չունենք կենսունակ, ֆինանսապես կայուն եւ զարգացող ապահովագրական հիմնադրամ։ Եվ բոլոր միջոցները պետք է գնան հիմնադրամ։ Հենց հիմնադրամ։ Բյուջեից էլ, անձից էլ, գործատուից էլ բոլորը պետք է գնա հիմնադրամ։ Այսօր ես հասկանում եմ նախկինում էլ ինչու այդ համակարգը չէր կանում, ֆինանսների նախարարությունը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում։ Ցանկացած նախաձեռնություն, երբ առողջապահության նախարարությունը դիմում էր ֆինանսների նախարարություն, եկեք քննարկենք մեր գործընկերների հետ, համաշխարհային բանկ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն, համակարգը ներդնենք, ֆինանսների նախարարությունը այսպես պատ էր դնում եւ ասում էր, ես չեմ թողնի, որ իմ ձեռքից որևէ միջոց գնա ինչ-որ հիմնադրամ։ Դե ֆինանսների նախարարի պաշտոնն այնպեսին է, որ ցանկացած ֆինանսների նախարար խոսակցությունը նախ սկսում է ոչից։ Հետո նոր Բայց բոլոր հիմնավորումները կային, բերում էինք տարբեր երկրների փորձ եւ որ հիմնադրամը առանցքային ինստիտուտն է այս ամբողջ համակարգում, որ մենք կոչում ենք։ Պետության դերը ժամանակի ընթացքում կարող է նվազել, հա, պետական միջոցների ներդրումը, այսինքն պետության ապահովագրավճարները կարող են նվազել։ Եվ տնտեսության զարգացման, քաղաքացիների եկամուտների աճի հետ մեկտեղ այդ հիմնադրամի եկամուտները ավելանալու են հենց այդ աղբյուրներից, այսինքն ֆիզիկական անձանց վճարումներից, գործատուների վճարումներից։ Այսօր գործատուներ կան, տեսեք, խոշոր ընկերություններ, բանկեր, կորպորացիաներ, չէ, մի քանի հազար աշխատող ունեն, չէ։ Նրանք իրենց նախկինում իրենց աշխատակիցներին ապահովագրում էին, հա։ Մասնավոր ապահովագրական ընկերության հետ պայմանագիր էին կնքում եւ մի կլորիկ գումար էին վճարում իրենց ըստ հաշվարկված հակագների, ընդհանրենք մի տարեկան մեկ անձի համար, ասենք 100-ից 150 հազար դրամ վճարում էին մասնավոր ապահովագրական ընկերություններին։ Հիմա, տեսեք, օրենքը ասում է, որ եթե այդ փաթեթը, որ պետությունն է առաջարկում, հա, ծածկում է 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցող անձանց, ապա մասնավոր ապահովական ընկերությունները չպետք է վերցնեն այդ փաթեթի դիմաց գումար։ Հա? Բայց դա կարող են թույլ տալ 28 թվից հետո։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ
հաշվարկ, որ մասնավոր ապահովական ընկերությունները կարող են լոբինգ անել այս համակարգը տապալելու համար, որովհետև իրենց կայուն եկամուտներից զրկվում են։ Այսինքն կան հետևյալ հիմնական խնդիրները, եւ ես ուշադրություն եմ ուզում հրավիրել ապագա կառավարության։ Ապահովագրական համակարգը կարող է գործել միայն կայուն եւ ֆինանսապես կենսունակ ապահովական հիմնադրամի դեպքում։ Բոլոր ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական հիմնադրամ։ Այսօր այդ հիմնադրամը ընդամենը այսպես դիտորդի կարգավիճակ ունի, այս հաշվետվությունները արմեդով գնում են, իրենք տալիս են Գանձապետարան, Առողջապահության նախարարություն եւ փոխհատուցում է տեղի ունենում այդ ուրեմն հավաստում են այդ կատարված ուրեմն բուժօգնությունը եւ ստանում են փոխհատուցում։ Եվ դա կարող է տևել 60 օր, գիտեք։ Մեկ ամսից 60 օր, այսինքն պետք է նշեմ նաև, որ հիմնադրամը հիմնականում օպերացիոն իր գործողությունների համար կարծես թե Առողջապահության նախարարությունը ինչ-որ տենդեր է հայտարարել, որովհետև վերցնի ինչ-որ մասնավոր ընկերություն, որ դա անի, այդ ամբողջ գործառույթը։ Այդ դեպքում ինչի համար է ստեղծվել այդ ապահովական հիմնադրամը։ Հիմնադրամ նշանակում է եկամուտներ, որոնք ուղղվում են այնտեղ։ Դրանք կարող են լինել նաև նվիրատվություններ, դրանք կարող են լինել նաև հանգանակություններից եկած գումարներ։ Մարդը կարող է ֆիզիկական անձը կարող է որոշել, որ իր ունեցվածքի ինչ-որ մի մասը տալիս է, հա, ֆինանսական այդ հիմնադրամի կարևորությունը կայանում է նրանում, որ հիմնադրամ մտած գումարը ծախսվում է բացառապես ապահովագրության դեպքերի համար։ Ուրիշ որևէ նպատակով այդ գումարը չի ծախսվում։ Իսկ եթե այդ հիմնադրամը այնքան է հարստանում, որ տարեցտարի կարող է նաև խնայողություններ ունենալ, հա? Ինչպես ասենք կենսաթոշակային հիմնադրամները, գիտեք, արտասահմանում ոնց է, նրանք բաժներ մասեր էին վերցնում, պարտատոմսեր էին գնում, բոնդեր կոչված եւ այլն, եւ տոկոս էին ստանում դրանից։ Հիմնադրամը պետք է հիմնադրամից ոչ մի լումա, ոչ մի դրամ պետբյուջե հետ չպետք է գնա։ Ինչ որ մտավ հիմնադրամ, մնում է հիմնադրամում եւ ծախսվում է բացառապես ապահովագրված դեպքի համար։ Եվ եթե այդ հիմնադրամի եկամուտները աճում են, բնականաբար քննարկվում է նաև փաթեթի, փաթեթն են մեծացնում բուժօգնությամբ, հասարակության տարբեր խմբերին են, որոնք ընդգրկված չեն ընդգրկում։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն զարգացում այս համակարգի, պետք է այս խնդիրները լուծվեն։ Կարծում եմ, որ ապագա կառավարությունը եւ ազգային ժողովը նույնպես այս օրենքի մեջ կան, չեմ ուզում այդպես անդրադառնալ, ընդունված արդեն օրենքին, բայց այստեղ էլ խնդիրներ կան, օրենքի մեջ փոփոխություններ պետք է տեղի ունենան եւ այս կառուցվածքային փոփոխությունները պետք է տեղի ունենա ապահովության զարգացման համար։ Այսինքն ամփոփելով այս թեման, որովհետև այն շատ է շահարկվում, հա, պետք է ասենք, որ առաջին քայլը արված է։ Բրավո, բայց կան լուրջ խնդիրներ, որ եթե առաջին չի նշանակում վերջին, չէ՞։ Ոչ միայն, այսպես սա զարգացում չի կարող ապահովել, եթե իմ կողմից նշված կամ տարբեր մասնագետներ կան նաև, որոնք այս խնդիրների շուրջ իրենց առաջարկություններն են արել եւ պետք է լսել մարդկանց եւ եթե այդ քայլերը չձեռնարկվեն, համակարգը կարող է ուղղակի ինչ-որ մի պահ կանգ առնել եւ վերադառնանք պետպատվերին կամ անունը փոխենք ապահովություն դարձնենք նորից պետպատվեր եւ մասնավոր ապահովական ընկերություններն էլ տոնեն իրենց հաղթանակը։ Շնորհակալություն Թաթուլ այս բովանդակալից եւ շատ կարեւոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հերոստատիտողին։ Ժամանակ ունենք եւս 5 րոպե մի քանի խոսք ուզում եմ կրթության բժաշխատողների դերի մասին։ Ուրեմն սա նույնպես շատ կարևոր թեմա է, մենք գուցե առաջիկայում սինարություն չունենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ անդրադառնալ դրան։ Կրթության, բժշկագիտության եւ բժշկական կրթության
համակարգի մասին եմ ուզում մի քանի խոսք ասել։ Տեսեք, դուք խոսիկ վարձատրության մասին, դա ամենակարևորը չէ։ Կարևորը բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացումն է, կարևորը բազային կրթությունն է եւ ես կարծում եմ իմ դիտարկումներով տասնյակ տարիներ ես այդ համակարգում եմ աշխատել եւ գիտեմ ինչ է տեղի ունենում եւ ինչպիսի իրողություններ ի հայտ եկան, որոնք փոխեցին ամբողջ կրթական համակարգը, այդ մասնավոր բժշկական ինստիտուտներ, չգիտեմ մասնավոր ինչ-որ քոլեջներ եւ այլ եւ այլ։ Հայաստանի նման երկրում փոքր, կոմպակտ, հոմոգեն անհրաժեշտ է մեկ պետական բժշկական համալսարան։ Եվ ամբողջ ներուժը պետք է ուղղել այդտեղ։ Եվ մենք նշել ենք, որ կրթությունը այնտեղ պետք է լինի անվճար։ Ոչ միայն դա։ Այսինքն այդտեղ պետք է 3 հիմնական գործառույթ իրականացվի։ Առաջինը կրթություն, երկրորդը գիտություն, երրորդը բժշկական պրակտիկա։ Այսինքն համալսարանը ունենում է իր համալսարանական մեծ կլինիկաներ, որ այսօր կա, բայց դա բավարար չէ, անկախ սեփականության ձևից բոլորը կարող են լինել ամբիոններ, համալսարանական կլինիկաներ եւ այլն, բայց այդ դրանք պետք է համակերպվեն այն փաստի հետ, որ դրանց կլինիկական գործունեությունը կառավարվում է այդ խորհրդի կողմից, որ ձևավորվում է համալսարանական կլինիկայում։ Մեկ որտեղ ուսանողները սովորում են բժշկագիտություն, անցնում են պրակտիկա եւ զբաղվում են նաեւ գիտությամբ հետագայում։ Հիմա եթե այս 3-ը համադրում ենք, պատկերացրեք ինչ ֆինանսական հոսքեր են ուղղվում դեպի պետական բժշկական համալսարան։ Մեկ, երկրորդը ես ամենևին չեմ ասում, որ պետք է բոլորը փակել, այսպես կացնայի բանում, բոլոր առաջադիմություն ունեցող ուսանողներին այդ այսպես կոչված ինստիտուտների, որոնք ինստիտուտ էլ չեն, պարզապես դիպլոմ են տալի, թող չնեղանան ինձնից, իրենք գիտեն, թե իրենք ինչով են զբաղվում։ Նրանց բոլոր այդ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կարող են որոշակի քննության կամ ատեստավորման միջոցով տեղափոխել բժշկական համալսարան, որպեսզի նրանք շարունակեն իրենց ուսումը։ Սա մեկ, երկրորդը կուզեի խոսել նաև բուժքույրերի դերի մասին։ Մեր հանրության մեջ եւ ընդհանրապես առողջապահության համակարգում մեր բուժքույրերի դերը շատ այսպես անտեսված է, իջեցված է, այնինչ ցանկացած հիվանդանոցում, ցանկացած արտահիվանդանոցային բժշկական հաստատություններում բուժքույրերը կատարում են հիմնական գործառույթների 70-80%-ը։ Մենք պետք է վերանայենք սա, մեզ պետք են կոմպետենտ բուժքույրեր, որոնց դերը չափազանց մեծ է, որոնց աշխատանքը պետք է պատշաճ ձևով գնահատվի, նրանք պետք է շատ լավ վարձատրվեն, նրանք չպետք է դժոխք լինեն, որովհետև նրանք նախկինում կոչվում են գթության քույրեր, այն ինչ որ մենք եղբայրներ կամ քույրեր, այն ինչ որ մենք խոսում ենք առողջապահության համակարգի հիմքերի եւ արժեքների մասին, այսինքն մարդասիրություն եւ գթասրտություն, դա հենց պետք է մարմնավորի այդ գթության քույրը եւ այդ բուժքույրը եւ այդ մթնոլորտը, որ պետք է ստեղծվի բժշկական կենտրոններում, առողջապահական կենտրոններում, պետք է ստեղծեն հենց բուժքույրերը իրենց առաքելությամբ։ Այսքանով ես ուզում եմ ամփոփել եւ եթե մենք ժամանակ չունենք, ուրեմն շնորհակալ եմ։ Ավարտենք։ Մենք բայց ունենալու ենք հնարավորություն այս խոսակցությունը շարունակելու, որովհետեւ առողջապահության համակարգի խնդիրները միայն այսքանով չէ, որ սահմանափակվում են, նաեւ մեր առաջարկներն էլ չէ, որ այսքանով են սահմանափակվում, էլի ասելիքներ կա, մենք կհանդիպենք եթերում, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։ Ես եմ շնորհակալ։ Մենք լսեցինք մեր գործընկեր Հանուն Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակի տեխնացու Հայաստանի առողջապահության նախկին փոխնախարար Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Թաթուլ Հակոբյանին խոսեցինք առողջապահության եւ
այդ համակարգի խնդիրների դրանց լուծումների շուրջ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորել լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շուտով կմեկնարկի քարոզարշավը, քաղաքական կուսակցությունները դիրքավորվում են այդ քարոզարշավին ընթառաջ հունիսի 7-ին, երբ Հայաստանի քաղաքացին կքվեարկի, դիրքավորվում է եւ դիրքավորվել է նաեւ Հանուն Հանրապետության կուսակցությունը։ Թե ինչպես խոսենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, ողջույն պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս Ես եմ շնորհակալ։ Եվ ուրեմն ավարտեցինք փաստաթղթային մասը, հանձնեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողով, պատրաստվում ենք քարոզարշավի մեր առանցքային դիրքորոշումները առանցքային հարցերի շուրջ համեցեք։ Դե կարծում եմ, որ քարոզարշավին մնացել են օրեր, մենք հիմա վերջնական ճշգրտումներն ենք անում, փաստաթղթերը հուսանք վաղը վերջնականապես կգրանցվեն եւ կգա ճշմարտության պահը եւ մեր անկեղծության պահը եւ կարծում եմ, որ նաեւ այս քարոզարշավը լավ հնարավորություն է, որպեսզի անկեղծ անմիջական շփվենք մեր քաղաքացիների հետ եւ այն ուսումնասիրությունները, որ մեր ձեռքի տակ կան հանրային տրամադրությունների, դրանք կարողանանք նաեւ ձևակերպել որպես քաղաքական այսպես ռազմավարական երկխոսության նյութ մեր հիմնական անելիքը ճշմարտության մասին խոսելն է, սպառնալիքի անունները հնչեցնելն է, թշնամիների անունները հնչեցնելն է եւ վախը համատարած մեզ համակած վախը ուրեմն հաղթահարելը։ Հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի։ Հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի եւ հանրապետությունը պիտի հաղթի։ Ես կարծում եմ, որ սրա մասին պիտի լինի հիմնական մեր խոստումը եւ մեր անելիքը, հավաքական անելիքը, մեր պատասխանատու անելիքը, մարդասպանը պիտի պարտվի, միջազգային հանցագործը պիտի պարտվի։ Նա, ով Էրդողանի ու Ալիևի հետ համաձայնությամբ որոշել էր կազմալուծել եւ չեղարկել հայկական պետականությունը, պիտի պարտվի։ Չկա Ծառուկյան, չկա Սամվել Կարապետյան, չկա Ռոբերտ Քոչարյան, չկա Թաթոյան, սրանց հավաքական անունը Պուտին է, եւ Պուտինը պիտի հունիսի 7-ին պարտվի, որովհետեւ չի կարող այլ ելք լինել այս ընտրություններից, եւ մենք չենք կարող այսքան կորուստներից հետո այլ որոշում կայացնել, քան այն, որ դավաճանը պիտի ջախջախվի։ Հունիսի 7-ին մարդասպանը պիտի պարտվի եւ հանրապետությունը պիտի հառնի։ Պարոն Բաբաջանյան, մարդիկ հիմա կհարցնեն, լավ Պուտինն ինչ կապ ունի մեր ընտրությունները, տեսնում եք ինչ է կատարվում, չէ, մարդիկ շատ լավ հասկանում են։ Անկեղծ խնդրում եմ մարդկանց մի թերագնահատեք, մարդկանց գիտակցությունը ավելի քան մեզնից առաջ է եւ մենք երբեմն կարիք ունենք մարդկանց հասնել, մեր քաղաքացիները շատ գիտակից են, մենք երբեմն կարիք ունենք նաեւ հասնելու դրանց այդ գիտակցությանը։ Մեր գլխավոր խնդիրն է ձևակերպել այն, ինչ այսօր յուրաքանչյուր հայի սրտում կա, բայց մենք չենք լսում այդ տեքստը։ Հասկանում ենք իշխանությունը ինչու չի ասում, բայց պիտի գտնվի այդ քաղաքական ուժը, որը ճշմարտության այս պիտի առերեսի մեր հասարակությանը, մեր ժողովրդին այս ճշմարտության հետ։ Ու ես կարծում եմ, որ այս հարցակումը ներքին այսպես կոչված պսևդո քվազի քաղաքական միավորների կողմից հայկական պետականության վրա այս մատնագրերով քաղաքական տեքստերը, որոնց նպատակը մեկ Իրանին, մեկ Ռուսաստանին, Հայաստանի վրա
բերելն ու պատերազմ հրահրելն է։ Մեկ Ալիևին աղերսելը, որ պատերազմը ինչի է ուշանում։ Այս հավաքական, այս թշնամանքը, որի անունն է Պուտին եւ որի ինչու է Պուտինը, որովհետեւ մենք չենք մոռացել, թե ինչ է արել Ռուսաստանը մինչև քարորյա պատերազմը, մինչև 44-օրյա պատերազմը, 10 միլիարդ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին ըստ էության հասունացրել եւ անխուսափելի է դարձրել 44-օրյա պատերազմը եւ այն ելքը, որ մեզ համար արհավիրք դարձավ եւ ըստ էության մենք այսօր նաեւ այս իրավիճակում ենք այդ դեպքերի եւ իրադարձությունների արդյունքում։ Իսկ 44-օրյա պատերազմի ավարտին նոյեմբերի 9-ի այդ հայտնի հայտարարության տեքստի հեղինակը, որը ըստ էության ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնություններ հայկական պետականությունը կազմալուծելու վերաբերյալ Պուտինն է։ Այն Պուտինը, որի պաշտպանության նախարարը ղազախական հերոստանգերությանը տված հարցազրույցում գլուխ էր գովում, թե Թուրքիայի հետ փայլուն օպերացիա են իրականացրել Արցախի տարածքում։ Այն Ռուսաստանը, որը 2021 թվականի արդեն Հայաստանի տարածք ներխուժումների ժամանակ մատը մատին չխոսեց ոչ Սևլեջի հատվածում, մենք ենք որոշելու Իշխանասարի հատվածում 2021 թվականին 22 թվականի իրադարձությունները բոլորիս աչքի առաջ է եղել, որոնք ռուս, այսպես ասած, բարձրաստիճան զինվորականները կասկածի տակ էին դնում ջերմուկի պատկանելության հարցը։ Մինչև օրս հապկ կոչված այդ աղբը գնահատական չի տվել այդ գործողությունների։ 2023 թվականի իրադարձությունները Արցախում դրան նախորդած 9-ամսյա շրջափակման ամբողջ այդ գործողությունը մեր աչքի առաջ է եղել, ռուսները մատը մատին չեն տվել, հակառակը Հայաստանից ապրանք են տեղափոխել Արցախ եւ անգամներով թանկ գնով վաճառել մեր հայրենակիցներին, ուղղակի զբաղվել սպեկուլյացիայով։ Այդ հիշողությունը մենք չենք կարող մոռանալ, որը ավարտվեց այսպես կոչված տերորիստական, հակատերորիստական գործողությամբ Ադրբեջանի կողմից, որի վերաբերյալ ռուսները ուղղակի տեղյակ պահվեցին։ Ներում չի լինելու, հանցագործն ու դավաճանը պետք է պարտվեն հունիսի 7-ին։ Ու սրա մասին պիտի խոսենք։ Այս անունը պիտի դարձնենք մեր հիմնական ասելիքը եւ այս վախերը, որոնք պարալիզացրել են կամքը, ինտելեկտը, իշխանության եւ հասարակության մի մասին, ես կարծում եմ պիտի այս էրոզիան հաղթահարվի։ Չի կարող Դանիել Վարուժանին, Զոհրաբին, սպանածը համարվել եղերագործ, իսկ Չարենցին եւ Մահարուն սպանածը համարվի փրկիչ։ Չի կարող ուղղակի։ Չի կարող Թալիաթը համարվել եղեռնագործ, իսկ Ստալինը եւ Բերյան փրկիչ։ Չի լինելու։ Հավաքական Պուտինը հունիսի 7-ին պիտի պարտվի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը ասում է, որ մեր դաշնակցի հետ հարաբերությունները փչացվել են եւ այլն։ Արագ հեսատեսեք ինչ են։ Գետինը մտնեք դուք, եթե դա ձեր դաշնակիցն է, որովհետեւ նաեւ տեղի ունեցածից հետո այդ դաշնակցի ռոպագանդիստները մեզ սպառնում են Թուրքմենչայի պայմանագրերով Ուկրաինայի օրինակով հատուկ գործողություններ իրականացնելու այդ մարմաճներով, իսկ սրանց գաղափարական առաջնորդ հայրը Դուգինը մեզ ընդհանրապես ասում է, որ դուք ով եք, որ պետություն ունենա։ Այս մարդկանց նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է։ Չկա հայկական պետականություն, չկա հայ ժողովուրդ։ Այս անձինք, որ հավաքական Պուտինին են ներկայացնում, եւ պուտինիկներ են իրանք փոքր, հասկանում եք։ Զաքեր։ Անհրաժեշտ է, որպեսզի սրա անունը տրվի եւ մենք հավաքական կերպով
մեր վերաբերմունքը եւ գնահատականը սրան պիտի տանք։ Մենք շատ ծանր դեր ենք վերցնում մեզ վրա։ Այո։ Բայց կարծում եմ շատ պատվաբեր եւ արժանապատիվ։ Ի վերջո մեկը պետք է իր անուններով կոչի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ազատությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք են։ Եվ մեր կյանքը ոչինչ է այդ նպատակի առաջ։ Եթե իրապես մեր նպատակը, Ռուբեն, մեր հավաքական իրար հետ այդ նպատակն ու երազանքը Հայաստանն է, չի կարող այդտեղ ավելի կարևոր լինել մեր անձնական շահը, մեր կուսակցական շահը։ Մենք նաև սկսում ենք այս ճանապարհը շատ լավ հասկանալով ռիսկերը, շատ լավ հասկանալով իրողությունները գետնի վրա, այն միլիարդավոր ռուբլիների եւ դոլարների շրջանառությունը եւ խաղադրույքը, որ դրված է Հայաստանը նվաճելու եւ Հայաստան պետությունը զավթելու համար։ Գիտենք, որ ռազմաբազա կա, գիտենք սահմաններին ովքեր կան, գիտենք ինչքան գործակալական ցանցեր կան, բայց այլ անելիք չկա, եթե մեր նպատակը հայկական պետականության ազատագրումն է, մեր ժողովրդի ազատագրումն է, նպատակը անկախությունն է, ուրեմն Պուտինը պիտի պարտվի եւ հանրապետությունը պիտի հաղթի եւ մենք հանուն հանրապետության հաղթանակի պիտի գնանք եւ պիտի այս ճշմարտությունը հնչեցնենք բոլորը պիտի իմանան մեր աղետների գլխավոր պատասխանատուի գլխավոր այդ համաձայնեցված Ալիևի եւ Էրդողանի հետ համաձայնության եկած այդ ուրեմն գլխավոր ոճրագործի միջազգային հանցագործի մարդասպանի անունը սա իհարկե չի ընդհանրում որ մենք չպիտի հարաբերվենք չպիտի ուրեմն հարաբերություններ կառուցենք բայց ես կարծում եմ որ գլխավոր խնդիրը նաև մեր քաղաքական միջավայրում էապես Պուտինի ազդեցությունը նվազեցնելու պարտականություն ունենք։ Այդ պարանը, որ Պուտինը ուզում է շատ հաստ գցի մեր վիզը, կամ մենք այդ հաստությունը պիտի նվազեցնենք, կամ առասարակ պիտի թույլ չտանք, որ այդ պարանը ընդհանրապես կապվի հայկական պետականության վզին։ Որքան հաստ, այնքան ավելի հեշտ կխեղդվի հայկական պետականությունը։ Այնքան ավելի հեշտ կիրագործվի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որի նպատակը հայկական պետականության չեղարկումներ, չկա Սյունիք, չկա հայկական պետականություն։ Հայաստանը վերածվում է ռեզերվացիայի։ Եվ այսօր այդ սպառնալիքները 300,000 ադրբեջանցիների այդ բոլորի մասին Երևանից ծնված Երևանում գեներացված այս խոսույթը, որ Ադրբեջանում դուք չեք էլ տեսնի, որ հիմա ընդհանրապես խոսում են։ Չկա տես։ Ուրեմն մի նպատակ ունի։ Կրկին բացել վերքերը եւ Ադրբեջանին մտցնել խաղի մեջ եւ Ռուսաստանի ձեռքին դարձնել գործիք, բութ գործիք իդեպ եւ թույլ չտալ որպեսի անվտանգությունը, կայունությունը եւ խաղաղությունը տեղ ունենան մեր տարածաշրջանում։ Իդեպ դրանք լրջագույն թշնամիներ են, իդեպ ասեմ ձեզ, խաղաղությունը, անվտանգությունը Ռուսաստանի համար անընդունելի իրողություններ են։ Ռուսոֆոբիայի աստիճան, որտեղ խաղաղություն այնտեղ չի կարող Ռուսաստան լինել։ Խաղաղությունն ու Ռուսաստանը անհամատեղելի են եւ այս իմաստով մեզ համար չափազանց կարեւոր է որպեսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեն եւ ամեն ընտրություն այսպիսի ճակատագրական չլինի հայ ժողովրդի եւ Հայաստանի համար։ Իդեպ ստորագրելով Հռոմի ստատուտը եւ անդամագրվելով միջազգային քրեական դատարանին, որտեղ Պուտինը հետախուզման մեջ է, նրա ոտակը դրվեց Հայաստանից։ Եվ մեր պարտականությունն է նրան ձերբակալել, եթե նա այստեղ գա։ Դա բխում է մեր միջազգային պարտականություններից։ Բայց նրա պրոքսիները, նրա ձագերը, այսպես ասենք, այստեղ կոչվում են ընդդիմադիր գործընկերներ։ Սա աբսուրդ չի, Մենք ինչքան կարող ենք խաբել ինքներս մեզ, խաբել իրար, խաբել
մեր քաղաքացիների։ Դե խափողները չգիտեմ, թող իրենց խղճի առաջ եւ իրենց քաղաքացիների, իրենց ընտրողների առաջ պատասխան տան։ Մենք մեր ընտրողների առաջ պիտի պատասխան տանք եւ մենք պիտի խոսենք ճշմարտությունը եւ պիտի ասենք անուններ եւ պիտի դավաճանների, մարդասպանների անունները հնչեցնենք եւ ասենք ով ում է ներկայացնում մեր քաղաքական միջավայրում։ Կարծում եմ, որ այլևս թաքցնելու ոչ մի պատճառ եւ առիթ չունենք եւ մեր գլխավոր առաքելությունը նաեւ դա է եւ մենք մեծապես նաեւ դրա իրավունքն ենք վաստակել։ Մեր անցած շատ համեստ կենսագրությունը մեր կուսակցության նաեւ թույլ է տալիս մեր հետևողական պայքարի որպես նաև արդյունք մենք առաջին անգամ մեր կուսակցությամբ մասնակցում ենք համապետական ընտրություններին եւ որևէ մեկը մեր ընտրողներից չէր հասկանա, եթե մենք ճշմարտությունը հնչեցնելուց բացի այլ բան խոսեինք եւ բացահայտեինք եւ մենք բազմաթիվ անակնկալներ ենք խոստանում այս ընտրաշավում եւ կարծում եմ, որ հետաքրքիր ընտրաշավ դարձնելու համար մենք շատ աշխատանքներ ենք իրականացրել եւ առաջիկայում այդ աշխատանքների արդյունքը անպայմանորեն կներկայացնենք մեր հանրությանը։ Պարոն Բաբաջանյան, մենք ամսի 5-ին երեկոյան ներկայացնելու ենք մեր նախընտրական ծրագիրը եւ այնպես է ստացվել, որ այս եվրոպական գագաթնաժողովների Երևան դիալոգի մասնակցության բերումով այստեղ է նաև ժողովրդավարական Բելարուսի առաջնորդը Սվետլանա Տիխանովսկայան, մենք թե մեր տաղավարում ենք, ես իր հետ հարցազրույց կանցկացնեմ, դե նաև մենք էլ այդ ծրագրի ներկայացման միջոցառմանն ենք իրեն եւ իրենց պատվիրակությանը հրավիրում, որպեսզի պատվենք ժողովրդավարական Բելարուսի գալուստը Հայաստան, ի տարբերություն այն եւս մի հանցագործի, որը կառավարում է այնտեղ, իսկ ոմանք էլ այստեղ իրեն ընկեր ու բարեկամ են համարում, իրենց էլ բավական չէ հայ ժողովրդին։ Իշխանությունն էլ Պուտինին ուղված ուրեմն մեղադրանքները Լուկաշենկոին է հասցնում, որտեղ վախենում են Պուտինի անունը տալ։ Ես էլ կարծում եմ մեր գլխավոր խնդիրը ոչ միայն Լուկաշենկոյի անունը հնչեցնելն է, նաև Պուտինի, որտեղ դե իշխանությունները օբյեկտիվորեն վախեցած են։ Իհարկե, մեզ համար պատիվ է, ես Մյունխենում վերջին 3-4 տարիներին կարծեմ ամեն տարի Տիխանովսկային հանդիպելու առիթ էի ունենում, նրան անդադ հրավիրում էի Երևան, բազմաթիվ խոչընդոտներ կային, նաև որտեղ անվտանգության հարցեր, արտգործնախարարության հետ համակարգելու հարցեր կային, բայց հիմա լավ առիթ է եւ մեզ համար ուղղակի մեծագույն պատիվ է, որպեսզի հանուն հանրապետության կուսակցության նախընտրական ծրագրի այս շնորհանդեսի շրջանակներում պատվենք ազատության Բելարուսի համար իրենց ժողովրդավարության սիմվոլին ըստ էության Սվետլանա Տիխանովսկայան այսօր ամբողջ աշխարհի համար նաև Բելարուսի ազատության համար պայքարող եզակի անդիմադիր գործիչներից է եւ այդ իմաստով ուզում եմ կրկնել մայիսի 5-ին երեկոյան ժամը 7-ին Grand Hotel Երևան հյուրանոցում մեր միջոցառման ընթացքում մենք ուրեմն հնարավորություն կունենանք հյուրընկալել Տիխանովսկային եւ մեր ժողովրդին հրավիրում ենք որպեսզի ներկա գտնվեն, լուսանկարվեն, խոսեն, մենք շատ կարճ այսպես ելույթներ կունենանք եւ հնարավորություն կտանք որպեսզի Տիխանովսկան զգա մեր ժողովրդի նաեւ ջերմությունը եւ հարգանքը 2020 թվականի ընտրություններում իրապես հաղթած տեխնացուին եւ իդեմս Տիխանովսկային նաեւ ազատության համար այսօր էլ պայքարող են անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին եւ նաեւ նրանք ովքեր վերջերս ազատ արձակվեցին Տրամպի միջնորդությամբ եւ նաեւ ժողովրդին, որտեղ Բելարուսի ժողովուրդը շարունակում է այդ բռնապետի, այդ հանցագործի Ալիևի հետ 44 օրյա պատերազմում ուղակի դաշնակցած հապկում մեզ հետ դաշնակից այսպես համարվող ԵԱՏՄ-ում մեզ հետ դաշնակից համարվող այդ խուլիգանի
ուրեմն ճիրաններից։ Այս իմաստով սա բացառիկ լուր է, որը ուզում ենք կիսվել մեր հայրենակիցների հետ, ու սա մեր այսպես կարևոր անակնկալներից է մեր հանրության հետ կիսվելու, որպես նաև լավ մեկնարկ Քարոզ արշավից առաջ։ Եվ մոտենալով ավարտին մեր խոսակցության, տեսեք, որքան էլ որ մենք այո արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից եւ ընդհանրապես Հայաստանի ուղղությամբ պատերազմի վտանգն էապես նվազել է, իսկ դա փաստ է։ Բայց այնուամենայնիվ մեր քաղաքացիներին մտահոգող թիվ 1 հարցը մնում է անվտանգությունը։ Սակայն մեր երկրում այդպես էլ չի ախտորոշվում, թե ինչու է այդպես։ Ինչն է սպառնում մեզ մեր անվտանգությանը, որ մեր միջին վիճակագրական քաղաքացու համար դա դարձել է թիվ 1 խնդիրը։ Մենք մասամբ արդեն խոսեցինք դրան։ Փաստորեն մենք նվազեցրել ենք, կարողացել ենք, հենց պետության, մեր հասարակության եւ քաղաքական դասի այդ ողջ ներուժի մոբիլիզացիայի շնորհիվ նվազեցնել պատերազմի վտանգը, քաղաքացին շարունակում է մտահոգված մնալ մեր անվտանգության խնդիրներով։ Որովհետև ամբողջ այս Պուտինի էմիսարների եւ կլիենտների խոսակցությունը, այդ սպառնալիքը անընդհատ արտնացնելն ու բորբոքելն է։ Ես չեմ ասում, որ խնդիրներ չկան։ Հայաստանի գլխավոր խնդիրն է որպես պետություն ջանալ հարաբերությունները կարգավորել հարևանների հետ, որքան ավելի շատ կարգավորված լինեն հարաբերությունները հարևանների հետ, էապես դրանով մենք կնվազեցնենք ընդհանրապես անվտանգությանը սպառնացող գործոնները։ Եվ ամենակարևորը գլխավոր սպառնալիքը կչեզոքացնենք։ Ուզում եք, որ Հայաստանը լինի անվտանգ։ Պուտինը պետք է պարտվի հունիսի 7-ին։ Ուզում եք, որ խաղաղությունը լինի հարատև։ Պուտինը պիտի պարտվի հունիսի 7-ին։ Չկա այլ բանաձև, որովհետև մեր տարածաշրջանում պատմականորեն արյան արնահոսության կրակի վրա ձեռքերը տաքացնողը գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համաձայնությամբ։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի թույլ չտանք, որ Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվելու բան ունենան մեր հաշվին եւ դրա հաշիվը փակողը մենք լինենք։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի նաեւ այս ընտրություններով մեր տարածաշրջանում արևմուտքի ներկայությունը կարողանանք այնպիսի ծավալների եւ խորության հասցնել, որ ստատուս քվոն կարողանանք 200-ամյա ստատուս քվոն կարողանանք փոխել ռեգիոնալ ազդեցության ստատուս քվոն։ Օվերչուկի մոտ մռմռացող թուրք մենչայը Թուրքիան փակենք ջանում է այստեղ ստատուս քվոն պահպանել, որովհետև իր հարմար է Ռուսաստանի նման ներկա ունենալ այս տարածաշրջանում, որտեղ գիտի իր առավելությունը ռուսների նկատմամբ եւ գիտի թե ինչքան դավաճան են ռուսները։ Այստեղ ցանկացած այլ երկրի ամուր ներկայություն, օրինակ Ֆրանսիա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ փոխում է այս դասավորությունը։ Դրանց նկատմամբ Թուրքիան առավելություն չունի եւ մեր խնդիրն է բազմազանեցնել մեր ռեգիոնում ներկաների մեզ Հայաստանի դաշնակիցների շրջանակը։ Սա պիտի լինի մեր հիմնական ասելիքը եւ կարծում եմ, որ այդ իմաստով մենք մեծ աջակցություն ունենք հասարակության, որտեղ ինչ որ տեղի է ունեցել կատարվել է մեր աչքի առաջ եւ նաեւ սոցիոլոգիական ուսումնասիրություններն են դա ցույց տալիս եւ չափազանց կարեւոր է որպեսզի ժողովրդի մոտ ձևավորված այդ համոզումը մենք կարողանանք քվեների վերածենք չափազանց կարեւոր է որպեսզի ժողովրդի այդ հատվածը նաեւ ազգային ժողովում ներկայացված լինի եւ այստեղ մենք կարեւոր անելիքներ ունենք Եվրամիության անդամակցության օրակարգի մեր անվտանգության կարողությունների, տնտեսական կարողությունների
տնտեսական ռելսերի փոփոխության իմաստով եւ այս տրամադրությունները պետք է ամենաուժգին կերպով ներկա լինեն ազգային ժողովում եւ ճշմարտության ձայնը ոչ միայն քարոզարշավին պիտի հնչի, այլ ամբողջ առաջիկա 5 տարում ազգային ժողովում եւ մենք ենք լինելու այդ ճշմարտության դրոշակակիրը, ինչպես եղանք դրոշակակիրը նաեւ Եվրաքվեի, որը պատճառ դարձավ նաև առաջիկա այս օրերին այս կարևոր միջոցառումների անցկացման։ Ի վերջո ես հիշում եմ, թե ինչպես էին չարախնդում ոմանք ձեռ էին առնում մեր նախաձեռնությունը։ Հիմա կարծում եմ այդ մարդիկ ափսոսում են։ Այդ փաստը հնչում է Եվրախորհրդարանում, եւ հիմա արդեն Հայաստանի վարչապետի կողմից, թե Եվրախորհրդարանի նախագահի կողմից, թե Եվրահանձնաժողովի նախագահի եւ այո, Կուշտայի եւ Ֆոն դեր Լայենի, որոնց գլխավորությամբ Նավաճեմիսորը տեղի ունենալու պատմական իրադարձություն Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, որը հետևողականորեն փորձում էին խափանել նաև այդ կլիենտները եւ էմիսարները, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Թաթոյան, այս Ծառուկյան այս խուժանությունը, բայց կարծում եմ, որ սա մեզ համար պատմական ճշմարտության կարևորագույն պահ է եւ առավելապես նաեւ այս ընտրություններից առաջ եւ այս իրադարձությունները մեր քաղաքական կշիռը էապես ավելացնում են, մեծացնում են եւ մենք պարզ ճակատով սպասում ենք մեկնարկին քարոզարշավի հանդիպումներին, անկեղծ զրույցի, անկեղծ շփումների, անկեղծ երկխոսության։ Շնորհակալություն։ Մեծ բարի երթ, ինչ նոր հանդիպում։ Այո։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, խոսեցինք Հանուն Հանրապետության կուսակցության առաջիկա անելիքների հետ կապված քարոզարշավի մեկնարկի եւ Հայաստանում առկա քաղաքական իրողությունների եւ քաղաքական պահի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հաշված ժամեր են մեզ բաժանում այն պատմական իրադարձություններից, որոնք տեղի են ունենալու Հայաստանի մայրաքաղաքում, Երևանում, գագաթնաժողովներ, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովը, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը, դրանք պատմության մեջ առաջին անգամ են տեղի ունենում Հայաստանում։ Բացի դրանից 50-ից ավել բարձրագույն մակարդակի պատվիրակություններ են ժամանելու Հայաստան, դրանցից ոմանք պետական այցով, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ոմանք պաշտոնական այցով։ Դեռ գագաթնաժողովը չսկսած արդեն իսկ կա շատ որոշակի ինտրիգ, մասնավորապես Հայաստան է այցելելու ժողովրդավարական Բելարուսի առաջնորդ, Բելարուսի ընտրված նախագահ Սվետլանա Տիխանովսկայան, այցելելու է Ուկրաինայի նախագահ, մարտնչող Ուկրաինայի, Պուտինի ողնաշարը ջարդող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, եւ բնականաբար դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարգի շոկ է առաջացնելու դա թե Մոսկվայում, թե Մոսկվայի կողմից յուրային համարվող այստեղի որոշակի այս քաղաքական խմբակների կողմից, որոնք հավակնում են Հայաստանում ուղղակի վերազավթել պետությունը եւ վերադարձնել Հայաստանը նախկինի ճահիճը։ Փորձենք գնահատել քաղաքական պահը նաև այս համատեքստում եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել
Մեր հյուրն է Արսեն Խառատյանը, Ալիք մեդիայի հիմնադիր, արևելագետ եւ կոնֆլիկտաբան։ Ողջույն, պարոն Խառատյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ եմ շնորհակալ։ Եվ ուրեմն ամսի 3-ից Հայաստան են ժամանում պատվիրակությունները, ոմանք պետական այցով, ոմանք պաշտոնական այցով, դե ոմանք էլ աշխատանքային, հա։ Եվ խոսեցինք Տիխանովսկայի այցից, խոսեցինք Զելենսկիի այցից, նաև հայտնի դարձավ, որ Թուրքիան ներկայացնելու է փոխնախագահ Թուրքիայի։ Խնդրեմ ձեր դիտարկումները եւ գնահատականները։ Դե թերևս հիշեցնենք հեռուստադիտողին, որ Եվրոպական քաղաքական համայնքի այս ֆորմատով հանդիպումները համեմատաբար նոր երևույթ են 2022-ից սկսած, սա առավելապես Մակրոնի նախաձեռնությամբ սկիզբ առած ֆրանսիական դիվանագիտության այո կողմից քաղաքական կոնսուլտացիոն բնույթի շարք է, ուկրաինական պատերազմը նաև սրա պատճառներից է եղել, երբ հասկանալի է դարձել, որ պետք է ունենալ ֆորմատ, որտեղ հնարավորություն կլինի քննարկել Եվրամիության եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացների ուրեմն գործընթացներում համատեղ անելիքները, սա 8-րդ հավաքն է, տարեկան 2 անգամ է տեղի ունենում, մեկ անգամը Եվրամիության անդամ պետությունում, մյուս անգամը ոչ անդամ, բայց կարևորվող երկրում, եւ այս տեսանկյունից ձեր նշած քաղաքական պահն իսկապես էական է, Հայաստանը դնելով քարտեզի վրա հենց այս համայնքին ուրեմն մտերիմ կամ ազգական լինելու տրամաբանության մեջ տեսնում ենք, որ բավականին լուրջ ներկայացուցչական հավաք է տեղի ունենալու, կարևորությունը գիտակցվում է, կարծում եմ, եւ Եվրամիության անդամ երկրների եւ Հայաստանի կողմից, որովհետեւ բնականաբար, այսպես ասած, ուրեմն պայթյունավտանգ իրավիճակներում Հայաստանը կարծես այն կղզիակն է, որտեղ Եվրամիության խոշոր խաղացողները առավել մեծ ուշադրություն են կենտրոնացնում եւ այսպես առավելություն կամ ավելորդություն չի լինի ասել, որ եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ Եվրամիության հարևանությամբ գտնվող երկրներից ամենակարևոր երկիրը դա Հայաստանն է։ Սա մեզ համար առանցքային է եւ դրա պատմականությունը թերևս հենց այստեղ է։ Այս մասին նաև տարբեր այլ եթերներում եմ տեսել եւ քննարկումներում եմ նկատել, որ այսպիսի մեծ հավաք են կանում, բերում ենք Ռուսաստանի համար անընդունելի մարդկանց, մեզ նույնիսկ հարցեր են տալիս, իսկ ինչ եթե Հայաստանից այս կամ այն հայտարարություններն արվի, հենց այդպես էլ պիտի արվի, ավելին ասեմ, ես դրան փակադարձում եմ նաև նրանով, իսկ ինչ երբ որ Լավրովը գալիս էր Հայաստան եւ օրինակ արտգործնախարարի հետ համատեղացուլիսի ժամանակ հակաեվրոպական հայտարարություններ անում կամ հակաամերիկյան, սա նախ պաշտոնական Երևանի դիվանագիտության մասը չէ, բայց նաև այո, մենք այդ համայնքի հետ ենք քննարկում եւ մեծ հետ տեղի ունեցողը եւ աշխարհի կարևոր տաք կետերում տեղի ունեցողները։ Զելենսկու այցը առավելապես նշանավորող է լինելու, կարևոր է լինելու, ունենալու ենք 1000-ից ավել լրագրողներ, որքանով ես եմ հասկանում, այսինքն այդ 2 օրերը Հայաստանը դառնալու է 2 օրերի ընթացքում Հայաստանը հաստատ կենտրոնական մամուլի աշխարհի աչքերի առաջ է լինելու, ենթադրում եմ, որ նաև լինելու են երևանյան հայտարարություններ, դեկլարացիաներ, վստահաբար նաև հանդիպումների այն խտությունը, որ տեսնելու ենք, իսկ դա միայն Հայաստանի հետ չի, ես ավելին ասեմ, դրանք շատ տարբեր խաղացողների միմյանց հետ խոսակցությունն է, այսօր տեսանք, որ Չեխիայի վարչապետը եւ Զելենսկին նույնպես հանդիպելու են, Հունգարիայում տեղի ունեցած փոփոխությունից հետո Ուկրաինայի հարցում, այսպես կոչված Եվրամիությունում ոչ այնքան կառուցողական խաղացողները հիմա հասկանում են եւ դիրքավորվում են պատմության ճիշտ կողմը։ Շնորհակալություն, այսինքն շատ ուշագրավ հանդիպումներ են լինելու, որովհետեւ պետք է միևնույն է տեսնենք ավելի մեծ տարածաշրջանային տրանսֆորմացիաների համատեքստում։ 3 առանցքային նշանային բան է տեղի ունենալու, ինչպես նշեցիք, իհարկե հենց ինքնին եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների շարքը, տեսանք, ինչպես ասացիք, Թուրքիայի փոխ նախագահն է գալիս, երկրորդը դա իհարկե Եվրամիություն Հայաստան երկկողմով երկխոսությունն է, որը Եվրամիությունը անում է ոչ անդամ պետությունների հետ, նախորդը Հնդկաստանն է եղել անցյալ տարի, եւ ուրեմն իհարկե Մակրոնի պետական այցը, այստեղ ինձ համար առավել հետաքրքիր է լինելու փաստաթղթային փաթեթը, որ ստորագրվելու է, կարելի է ենթադրել, որ արդեն իսկ այն երկկողմում ռազմավարական
այդ թվում նաև ռազմատնտեսական ուղղություններով տեղի ունեցած մինչ այս համագործակցությունը ինստիտուցիոնալացվելու է, դրվելու է փաստաթղթային հենքի վրա եւ նաեւ այն ուղղություններն են նշանավորվելու կամ նախանշվելու, որտեղ Հայաստանը Ֆրանսիայի հետ առանձին նաեւ պիտի խորացնի իր ռազմավարական համագործակցությունը։ Կարելի է ասել, որ արևմտյան աշխարհի հետ խոսակցության խոշոր խողովակը կշարունակի մնալ Ֆրանսիան եւ նաեւ այն փաստաթղթային փաթեթը, որին ականատես կլինենք, որը ենթադրվում է յուրաքանչյուր պետական այցի ժամանակ, այստեղ նաեւ իր արտացոլումը կգտնի։ Նաեւ այցը Գյումրի, Մակրոնի այցը Գյումրի, որտեղ ըստ էության Ռուսաստանի Կովկասում ռազմական ներկայության որջն է, այսպես ասենք, եւ պետական այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցն այնտեղ իր մեջ հաստատապես սիմվոլիզմ է կրում եւ այդ սիմվոլիզմը հասնելու է հասցեատերերին ամենուրեք եւ Մոսկվայում այդ թվում եւ հիմա ասում են թե որ Հայաստանը բարեկամանում է մեր թշնամիների հետ, Հայաստանը որ մերձենում է մեր արևմտյան գործընկերների հետ, ապա դա արվում է Ռուսաստանին այստեղից դուրս մղելու համար, ու դա ինչ որ լայնորեն քննարկվում է հենց այդ տեսակետից, կարծեք թե մեզ դա պետք է հետաքրքրի, թե դուրս է մղվում, թե դուրս չի մղվում, հա։ Կամ որ դուրս չի մաղվում, ինչի համար, ասենք այս հարցերը բա ինչի չեք տալիս։ Մոսկովյան, այսպես ասենք, զգացող սենտիմենտներն ու ռեսենտիմենտները, էլի, ոնց եք տեսնում, պարոն։ Էմոցիաները մի կողմ դնենք, օպտիկան նույնպես թերևս առավել կարևորը չի լինելու, մենք անխոս ականատես ենք լինելու ռուսական ագիտպրոմի կամ այսպես պրոպագանդիստական մեքենայի, հա, քարոզչական մեքենայի որոշ ակնհայտ Հայաստանը թիրախավորող եւ այս ամենը կազմակերպելու համար մեղադրող ինչ որ բաների, բայց ես քիչ եմ հավանական համարում, որ պետական պաշտոնական մակարդակում էլ ինչ որ այսպես ասած հայտարարություններ արվեն։ Ենթադրում եմ, որ Մարիա Զախարովայի մակարդակներում եւ կամ այս դրամաբանության մեջ կամ ասենք Պեսկովը կարող է մի բան ասել եւ այլն, բայց ինչպես ասում են, ժամանակները շատ են փոխվել եւ մենք արդեն շատ հեռու ենք նրանից, որպեսզի դրանք ազդեն Հայաստանի ներքաղաքական եւ ընդհանուր արտաքին նաեւ քաղաքական տեսանկյունից դիրքավորման առումով։ Գյումրին նշանային է, այո, Հայաստան-Թուրքիա սահմանն է նաեւ։ այո, բացի 102-րդ բազայի առկայությունը, Գյումրին նաև ավանդաբար սենտիմենտալ տեսանկյուն, սենտիմենտների ձեր ասած տեսանկյունից կարևոր է Ֆրանսիայի, դեռ երկրաշարժից սկսած, եթե կուզեք, հա, ասենք Ազնավուրի այցի եւ Ֆրանսիայի ներգրավման հետ երկրաշարժյան փուլում, սրանք բոլորը կարող են այսպես ֆոնային դրամաբանություն ունենալ, բայց այո, շատ կարևոր է, որ ուրեմն երկկողմ այցը նաև միայն Երևանում չի կենտրոնանում, սա նաև այո, ինչ որ առումով ազդանշան կամ սիգնալ է դեպի մնացած մեր պարտներներ եւ կամ այսպես ասած տարածաշրջանում մեր դիրքավորման նոր դիրքավորման տեսանկյունից ես դուք ասում եք հարավային Կովկասում ես կասեի ողջ հետխորհրդային տարածքում բացի Բելարուսից, որը կարելի ասել որ փաստացի արդեն ռուսական ռազմական ներկայության տակ է այցեր նշած Տիխանովսկայի ընտրությունից հետո տեղի ունեցածից հետո եւ կենտրոնական Ասիայում շատ փոքր ներկայություն կա ռուսական, բայց նկատի ունեմ ռազմական ներկայությունը։ Ես դա անվանել եմ եւ անվանում եմ 102-րդ բազան մեր երկրում անախրոնիզմ է, այսինքն պատմության այսպես ասած պատմական էջերում պիտի հայտնվի, որտեղ իր գործունեությունը, իր ֆունկցիոնալությունը անհասկանալի է եւ չեմ կարծում թե մեզ որպես պետություն ինչ որ բան է տալիս, բայց սա ուղիղ կապ ունի Հայաստան-Թուրքիա կարգավորման հետ, այս մասին ենք շատ խոսել, այն պահից երբ կտեսնենք բացվող սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ, հետ հաշվարկը այդ բազայի ներկայության արդեն ֆորմալ կսկսի։ Բայց ինձ ավելի կարևոր է, ինձ համար ավելի կարևոր է բացի այդ վիզուալ օպտիկայի հատվածը, թե իրապես Ֆրանսիայի հետ ինչ ուղղություններով ենք խոսելու։ Նախորդին տեսանք Ֆրանսիայում մեր դեսպանության պաշտոնական բացումը,
որտեղ Ֆրանսիայի արտգործնախարարն էր ֆիզիկապես ներկա, հա, այսինքն սրանք նույնպես նշանային են եւ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հենց եվրոպական քաղաքական ուրեմն այս հավաքի հիմնադիր Մակրոնի համար էլ շատ կարևոր է Հայաստանում ունենալ բարձր ընդունելություն, որովհետև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները միայն երկկողմ միջպետական չեն, այլև այնուամենայնիվ նաև ներքաղաքական է Ֆրանսիայի համար, այնտեղ հայկական ներկայությունը, հայկական ձայնը, հայկական, այսպես ասած, էլեմենտը, եթե կուզեք քաղաքական իմաստով, միշտ է կարևորվել եւ հաստատ պակաս կարևոր չէ նաև այսօր։ Պարոն Խառատյան, այս ամենը նաև տեղավորվում է ուզենք թե չուզենք այս նախընտրական համատեքստում քաղաքական ուժերը արդեն ներկայացրել են իրենց փաստաթղթերը, հաշված ժամեր անց մենք արդեն գրանցման մասին հաղորդագրություն կտեսնենք, նաև արդեն բոլորը պատրաստվում են քարոզարշավի մեկնարկին, որը տեղի կունենա այս գագաթնաժողովների հենց ավարտից գրեթե անմիջապես հետո, այդ կոռելացիան ինչպես եք տեսնում եւ ինչ զարգացումներ եք տեսնում հենց այդ համատեքստում։ Դե գիտենք, որ 19 քաղաքական ուժ եւ դաշինք է այս պահին, ինչպես գիտենք, գրանցված, որպեսզի մասնակցի հունիսի 7-ի խորհրդարանը։ Ներկայացրել դեռ գրանցված։ Այո, այսօր, ինչպես ասացիք, կիմանանք, թե ում գրանցումն է հաստատվել եւ որոնք են լինելու այն հիմնական քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։ Անկասկած, այս հավաքը ունի ներքաղաքական նշանակություն եւս, եւ այդ մասին նույնպես ցես հետ խոսել ենք, երբ պարզ դարձավ, որ այս հավաքը տեղի ունենալու Հայաստանում, ակնհայտ էր գոնե ինձ համար, որ գործող քաղաքական մեծամասնությունը նաև արևմուտքի աշխարհաքաղաքական աջակցությունն է ստանում սրանով, ուզենք թե չուզենք այս պահին այդ բոլորին այստեղ դիմավորելու է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ ուրեմն գործող քաղաքական մեծամասնությունը էական կարելի է ասել աջակցություն է ստանալու, մենք տեսնելու ենք նաև հայտարարություններ անխոս եւ տեսնելու ենք ձեր ցեղմումներ եւ պայմանավորվածություններ, որոնք արդեն իսկ կան, արդեն իսկ եղել են այս վերջին ամիսների ընթացքում։ Սա աջակցություն է լինելու գործող քաղաքական մեծամասնությանը ուղղակի եւ անուղղակի կերպով։ Հետաքրքիր կլինի ԵՄ Հայաստան երկկողմի, մի կողմ դնենք քաղաքական հավաքը, հա, միջ այսպես ասած կառուցվածքային Հայաստան եւ Եվրամիություն հարաբերությունների այս ներկայիս փուլի արձանագրումը, ինչ է սա նշանակելու առաջիկա ամիսների ընթացքում, ենթադրում եմ, որ ինչ որ հայտարարություններ կարվեն վիզայի ազատականացման տեսանկյունից, մենք տեսնում ենք եւ այսպես ասած դրական ազդակներ ենք նկատում այս ուղղությամբ որոշ առաջընթաց ունենալու առումով, բայց դրանից զատ իհարկե դիրքավորումներն է հետաքրքիր լինելու մյուս քաղաքական ուժերի, այն ուժերի, որոնք դուք նշում եք, որ աջակցություն են ցանկանում կամ ունեն Ռուսաստանից, ինչպես են նրանք դիտարկելու այս հավաքը, արդյոք դեմ են հանդես գալու այդտեղ արվող հայտարարություններին։ Մենք տեսել ենք նաև, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարում էին, թե այս օրերին, երբ այսքան երկրի ղեկավարը ներկա լինելու, պետք է ողոքի հանրահավաքներ կազմակերպել, տեսնենք արդյոք դա անելու են եւ ինչի մասին են, ինչ օրակարգով են լինելու այդ հանրահավաքները։ Մենք նաև պետք է հասկանանք վերջնական դիրքավորումները, որոնք ինձ համար առնվազն դեռևս շատ կոնկրետ չեն, թե այն հիմնական ուղղություններով, որ Հայաստանը ունի արդեն ստանձնած հանձնառություններ Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, դրա հետ կապված ընդդիմադիր պրոռուսական ուժերը ինչ ասելիք են ունենալու, դեմ են լինելու, թե որոշները ամեն մեկը մի կերպ է դիրքավորվել եւ վերջնական չի, այնպես չի, կրկնեմ, որ օրինակ որևէ մեկը ասում է թրիփը չենք անելու։ Չէ, բայց ասում են, նես բան են ասում, որ հավասարազուրադեր են, ասենք Ռուսաստանը, Չինաստանը պետք է փայատեր լինեն, կամ դա սպառնալիք է, այդ էլ ինչ ասում։ Նկատի առնենք, որ այնպես չի, թե այսօրվա խոսող ընդդիմադիրներն էլ, որոնք ասենք նախկինում իշխանությունն են ունեցել, դեռ մյուսներին չքննարկենք, իրենք Եվրամիության հետ կամ Արևմուտքի հետ հարաբերություններ չեն ունեցել կամ չեն խորացրել։ Դա ուղղակի սահմանափակ եւ չափավորված է եղել Ռուսաստանի քմահաճույքներով, շատ հաճախ պայմանավորելով դա, թե Մոսկվան ինչպես կնայի այս հարցերին։ Ես միտեղ կարդացի, լավ վերհիշելու առիթ էր, Սերժ Սարգսյանի
ներկայումս Մոսկվայում բնակվող արտգործնախարար Նալբանդյանի մեջ բերումը, որ Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունները ընթանում են բնականոն ձևով եւ Հայաստանը ստիպված չէ իմպլեմենտացնել իր համար խորտ արժեքներ մեջբերման ավարտ։ Ես չգիտեմ։ Ու դա դեռ պատկերացնենք, երբ մենք խոսում ենք մի շրջանի մասին, երբ Հայաստանը 3.5 տարի Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագիր եւ խոր առևտրի շուրջ պայմանագիր էր բանակցել 3.5 տարի շարունակ եւ մի գիշերում հետ էր կանգնել դրանից հենց Մոսկվայի ճնշումների ներքո։ Դա այլևս բոլորի համար հայտնի իրողություն է։ Իհարկե այդպես պիտի ասել, բայց ինչ պիտի աներ։ Նկատի ունեմ այդպիսին մի բան պիտի ասվեր, չէ՞, այսինքն որ խնդիրներ կան, հա, ինչքան էլ մենք բանակցել ենք, բայց ինչ որ խնդիրներ կան, բայց դրանք մի կողմ, ես կրկնում եմ, որևէ մեկը ինչպես են դիրքավորվելու, այսինքն ինչ գնալու են դեմ հանդես կան, որ Զելենսկի մեր երկիր մի մտեք, հա, որովհետև ինչ, հա, ինչ խնդիր ունենք մենք այս հարցում, ինչ դիրքավորում ունենք, ինձ հետաքրքիր է լինելու, այո, այն կարգախոսները եւ այն ողոքի ցույցերը, եթե այդպիսիք լինելու են, որոնք ընդդիմությունը նախատեսում է կազմակերպել, դրանով նաեւ տեսնեմ ինչ եք ասելու, այլ հարցը կտալիս, ասում եք ինչպես է այս համաժողովները կամ այս շրջանահատելու ներքաղաքական իմաստով, բոլորը սկսելու են ներքաղաքական ընտրական արշավը նաեւ հենվելով սրա վրա։ Ուշագրավ է ստացվում, որ համընկել են այո նախընտրական քարոզարշավն ու այս համաժողովները, որոնք նաև ինչ որ առումով կողմնորոշելու կամ ուղղորդելու են այն հարցերը, որոնց շուրջ խոսակցություն է ծավալվելու ներքաղաքական տեսանկյունից։ Հիշեցի Պետրոս առաջին ռուսաց ցարին, որ բոյարներին հրամայել էր խոսել առանց թղթի, որպեսզի յուրաքանչյուրի հիմարությունը երևա։ Մոտավորապես սենց դուք դա եք ասում, բայց ես էլ եթե առանց թղթի մասին է խոսքը, օրինակ ինձ համար շատ բան է եղել, զարմանալի, եթե չասեմ, վտանգավոր է եղել, երբ հենց այս գործող իշխանությունները որոշ բանակցությունների ժամանակ երբ գնում էին եւ օրինակ տեսնում էին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արժեվ եւ թղթեր կային եւ համակարգիչներ, մերոնց մոտ ոչինչ չկար, կարծես ամեն ինչ հիշում էին անգիր։ Ուրեմն սրանք բոլորին կարող են վերաբերել, այո, թուղթ ունենալը կամ դիմացած ինչ որ գրություններ ունենալը իհարկե կարեւոր է եւ մարդիկ կարծում եմ, որ այդ եթե լինելու են բողոքի ինչ որ ցույցեր, շատ լավ էլ թղթեր ենք տեսնելու։ Պարոն Խարոցյան, խոսենք մեր եւ մեր հարևանների միջև հարաբերություններում այս վերջին զարգացումներից, իսկ դրանք բավականին ուշագրավ են, Ադրբեջանի հետ դա Մուստաֆայևի այցն էր Հայաստան եւ դա ոնց որ պատասխան այցն էր Մեհեր Գրիգորյանի Ադրբեջան կատարած այցից հետո այդ երկու պաշտոնյաները Հայաստանում եւ Ադրբեջանում համանախագահում են մի քանի ուղղություններով համատեղ հանձնաժողովներ, հա, դելիմիտացիա, դեմարկացիա, հաղորդակցության ուղիների հարց եւ հիմա էլ այստեղ նաեւ գումարվեց բիզնես կապերը դա մի կողմից, մյուս կողմից Թուրքիայի հետ այդ Կարսում տեղի ունեցած երկաթգծի վերագործարկման հետ կապված այդ ժողովը, որտեղ արդեն ձևավորվեց մշտական հանձնաժողով, որ պետք է զբաղվի դրանով։ Բայց դրա հետ մեկտեղ էլ Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի ժողովրդավարական ժողովրդավարական կայունությանը աջակցելու մասին այդ բանաձևը, որ ընդունվեց, ընդ որում ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, այնտեղ բավականին ծանր քարեր էր գցված Ադրբեջանի ուղղությամբ, ինչն էլ ես նայում եմ նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում, բայց ոչ մեր ուղղությամբ։ Ստեղել եւս ուշագրավ այսպեսի նրբություն կա։ Սա փաստորեն Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունների հարց է,
Խնդրեմ։ Ճշգրիտ, լսել ենք նաև հայտարարություններ, որ Ադրբեջանը կարող է ընդհանրապես դադարեցնել Եվրախորհրդանի հետ համագործակցությունը կամ կապերը։ Եվրանեստից դուրս գա։ Այո, դա միջխորհրդարանական դիվանագիտական հարթակ է, խորհրդարանական դիվանագիտության կարևոր հատված։ Ադրբեջանը փորձեր է արել վերջին ամիսների ընթացքում եւ ես դա գիտեմ նաեւ եվրոպացի պաշտոնյաների հետ իմ շփումներից, որ համարյա նույն կարգավիճակն են ուզում ունենալ Եվրամիության հետ, ինչպես Հայաստանը, հա, իրենց խոսակցությունն այդ մասին է։ Պարզ է, որ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ առումով դա հնարավոր չէ, հենց մի պարզ պատճառով Ադրբեջանը ինքը չի ցանկանում դա, հա, բայց դրա հետ մեկտեղ իրենք ուզում են ունենալ այնուամենայնիվ Եվրամիության հետ այլ մակարդակի հարաբերություններ եւ խոսակցություն, նաև փորձեր են անում քննարկել օրինակ Նախիջևանի երկաթգծում Եվրամիության ֆինանսական ներգրավվածության հարցը։ Բայց անդրադառնալով Շահին Մուստաֆայևի այցին, որի մասին շատ է խոսվել եւ հենց ձեր տաղավարում Թաթուլ Հակոբյանով ֆիլմ ունի նկարած Շահինի մասին, բավական մանրակրկիտ պատմել է թե ինչ կա այնտեղ, հա, սա մի մարդ է, որ ծնվել է Խորհրդային Հայաստանում, Սորոժող ինստիտուտում, հայկական դպրոց է ավարտել, հա, հայկական կրթություն, կարևոր մեկ մարդ է, որը որ լավ գիտի Հայաստանը, եւ մի բան, որ ես տևական ժամանակ փորձում էի մերոնց համոզել, հա, այն մարդկանց, ովքեր օրինակ հիմա գնացել էին Ադրբեջան քաղաքասարակություն ներկայացնող կամ փորձագիտական հանրույթը ներկայացնող, Շահին Մուստաֆայևը արեց ավելի արագ, ասաց ես կուզեի գնալ իմ գյուղը տեսնել։ Հիմա ես ասում եի օրինակ, անձամբ ես իմ մի կողմով Գարդմանքից եմ, Շամխորի շրջանի 13 հայկական գյուղերից մեկում է ծնվել մայրս։ Այնտեղ մենք նախնիներ ունենք, սրանք ավանդական, պատմական հայկական տարածքներ են եղել։ Գարդմանքը մենք դրա մասին շատ չեն խոսում Հայաստանում, նաև Բաքվի հայերի, Կիրովաբադի հայերի կամ Գանձակի հայերի մասին շատ են խոսում, բայց օրինակ հենց Շամշադինից այն կողմ, հա, շատ մոտ եւ նույն մշակութային արեալից եղած մարդկանց պատմությունները, հիշողությունները չեն հիշատակվում։ Եվ ստացվում է, որ մենք այդ մասին չենք ուզում խոսել, անդիմությունը խոսում է բացառապես Արցախայցյան հարցերի մասին։ Ես որևէ կերպ չեմ ուզում ստորադասել Արցախայցյան խնդիրը, իհարկե այնինչ կա, ունենք, բայց դրա հետ մեկտեղ կա շատ ավելի լայն հայկական ներկայություն ներկայիս Ադրբեջանի կամ խորհրդային Ադրբեջանի տարածքում նախկին Ելիզավետպոլի, եթե Պետրոս առաջիններին ենք հիշում, հա, կամ ասենք 19-րդ դարի մեր հարաբերությունները, հա, ոչ մեկ չի հիշում Խանլարի, Բանանցի հայության մասին, հա, դրանք բավականին հին հայկական ներկայությամբ հատվածներ են։ Ես օրինակ խորհուրդ էի տալիս կամ առաջարկում էի գոնե այդ փորձագիտական տիրույթում առաջարկել գնալ տեսնել մի հատ ինչպես է վիճակն այնտեղ, հա, դեռ չունենք այդպիսի բան, Ադրբեջանը ավելի պրոակտիվ գտնվեց այս հարցում։ Թուրքիայի մասով, այո, այն ինչ ունենք Հայաստան-Ադրբեջան տիրույթում, երբ ունիկալ է իրավիճակը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ, չունենալով սահմանների ֆունկցիոնալություն, ունենք միջկառավարական հանձնաժողով, որ աշխատում է, այսպիսի բան չեք գտնի աշխարհի որևէ ուրիշ հատվածում, կարծեք թե Թուրքիայի հետ էլ նույն բանը ստացվում։ Չունենալով դիվանագիտական հարաբերություններ եւ փակ սահմանների պայմաններում, մենք խոսում ենք արդեն գործող հանձնաժողովների մասին, որոնք պրակտիկ հարցեր են քննարկում։ Ուրեմն մենք, այսպես ասած, ներքևից վերև ենք գնում այս հարաբերությունները ձևավորելու տեսանկյունից, եթե դասական առումով հարաբերությունները կողմերի միջև պիտի ինչ-որ ֆորմալ փաստաթղթավորված դիվանագիտության տարածքից սկսենք կամ միջպետական տիրույթից, այստեղ չունենալով այդ ամենը սկսել ենք դա, բայց միջպետական գործունեություն ծավալ, միջպետական մակարդակում խոսակցություն ծավալող խմբեր, դե օրակարգային հարցերը ճիշտ ասացիք, որ կողմերի միջև մեր փոխվարչապետերի մակարդակում առավելապես դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերին է վերաբերում, բայց նաեւ բնականաբար ունենալով ընդլայնված կազմով խոսակցություն, տարբեր ուղղություններով վստահաբար ինչ որ կոնկրետ բաներ են քննարկվում, այդ թվում ձեր ասած գործարար համայնքների խոսակցությունը։ Ես հույս ունեմ եւ շատ կցանկանայի, որպեսզի օրինակ սահմանային գյուղերի գյուղապետերի մակարդակում խոսակցություն ծավալվի, այսինքն մենք չգնանք միայն Երևան-Բաքու պաշտոնական մակարդակում ինչ որ հարցեր քննարկենք, որոնք շատ ավելի լայն կամ փորձագետները կամ փորձագետները, այլև շատ կոնկրետ համայնքային ղեկավարները իրար հետ խոսեն, հասկանան, չգիտեմ, ջուրը ոնց են կիսում, սա ինչ են անում, որտեղ տարբեր հատվածներում մենք տարբեր դիրքային առավելություններ եւ
խնդիրներ ունենք, հա, իրենք մի կողմից, մենք մյուս կողմից, հա, այսինքն եթե կարողանայինք այս մակարդակում եւս խոսակցություն ծավալել, կարծում եմ, որ գործընթացները շատ ավելի միմյանց հետ համահունչ կընթանային առաջ։ Սահմանային, միջհամայնքային երկխոսությունը։ Այո, այստեղ նույնիսկ կարելի է երկխոսություն բառը կամ համագործակցություն բառը չկիրառել, այլև պրակտիկ հարցեր լուծելու հնարավորություն տեղի մակարդակով, հա, այսինքն այո, երկխոսություն, խոսակցություն առնվազն, բայց նաև շատ կոնկրետ հարցերի շուրջ կարողանային մանդատ տրվել իրենց ինչ որ հարցերի շուրջ համաձայնության գալու։ Դրանք շատ ավելի էական նշանակություն կարող են ունենալ, քան քաղաքական մակարդակում կամ դիվանագիտական մակարդակում շատ ընդհանուր խոսակցություններ ունենալը։ Ես նաև տեսա, որ դեռևս չի հաստատվել մի լուր իբրև Ադրբեջանը փորձ կամ մտադրություն ունի գերիների վերադարձ ապահովել, տեսնենք թե սա որքանով իրական կլինի եւ վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ նաև այս այցի ընթացքում խոսակցությունը ծավալվել նաև սրա շուրջ, տեսնենք արդյոք այդպիսի առաջընթաց կունենանք, թե ոչ։ Եվ ամփոփելով, պարոն Խարոզյան, մենք հասկանում ենք, որ հիմա բոլորը ուղղակի ուզում են հասկանալ, թե պայմանական օգոստոսի 8-ին Հայաստան ասելով ում հետ են գործ ունենալու։ Եվ այս առաջիկա ժամանակաշրջանը, մինչև այդ պայմանական հունիսի 8-ը, հա, այդ հարցի պատասխանն է ձևակերպելու եւ ձևավորելու հայ ժողովուրդը։ Ռուսաստանում եւս հասկանում են այս մասին եւ այդ նարատիվային բովանդակությունը, որին մենք ծանոթանում ենք, շատ հստակ ցույց է տալիս, թե նրանց կոպիտ ասած որ տեղերն է քոր գալիս, հա։ Դա լինի այդ դիսկուրսիվ ճնշման ձևով, թե այսպես կոչված մամուլի կողմից հրապարակումների ձևով, թե շրջանառվող ապատեղեկատվության բովանդակության։ Ինչ է ցույց տալիս ձեր վերլուծությունը ձեզ եւ մենք ըստ այդմ ինչին պետք է պատրաստ լինենք եւ արդյոք Հայաստանում ընկալվում է, հա, այդ ռուսական սպառնալիքը իր ամբողջ էությամբ, բովանդակությամբ եւ մասշտաբներով։ Այնպեսի տպավորություն ոնց որ մատների արանքով են նայում կամ չեն ուզում անունը տան կամ ուզում են հետը կոմպրոմիսի գնան, անունը դնում են կոնստրուկտիվիզմ եւ այլն, խնդրեմ։ Եկ կոնստրուկտիվ անորոշություն, այսպիսի ձևակերպում կա, constructive ambiguity։ Ես կարծում եմ, որ հրապարակային հայտարարությունների մակարդակում Հայաստանը այո փորձում է այսպես ոչ կտրուկ շարժումներ չանել, բայց վարքագծով դրանից ավել ցուցադրական վարքագիծ կամ դիրքորոշում դժվար է պատկերացնել, հենց այս տեղի ունեցողը դրա վառ վկայությունն է, հա։ Ամեն կերպ փորձում էին խոսել այն մասին, որ սա վտանգավոր է, Զելենսկի է գալիս, նույն վերջնական այսօր իմացանք, որ գալիս է, չնայած լուրեր կային, կամ գալու են երկրների ներկայացուցիչներ, որոնք Ռուսաստանի շահերին դեմ են, չաշխատեց։ Ոչ միայն չաշխատեց, այլև դա էական խոսակցության առարկա չդարձավ մեր իրականության մեջ։ Դրան զուգահեռ ունենք այլ բաներ, եթե օգոստոսի 8-ի մասին պիտի խոսենք, ապա այնուամենայնիվ Իրանի պատերազմը մեզ սառնով շատ հետ է գցել, եւ այնտեղ էլ դեռևս որևէ բան հստակ չէ։ Վերացավ 63-րդ օրը այդ պատերազմի սկզբից։ Տրամպը ավարտեց, որ նորը սկսի, որ 2 ամիս առանց կոնգրեսի նա կարող։ Այո, գիտենք 60 օր է առանց կոնգրեսի թույլտվության պատերազմ մղելը, հիմա սա արեց, կանգ դադարեցրեց 44-րդ թե 40-րդ օրը, հիմա խոսում են մասին, որ այ հիմա այդպես կումուլյատիվ է, հիմա նորից սկսեմ այդ ժամկետը նորից պիտի գնա, դեմոկրատներից որոշներն արդեն դատական գործեր են սկսում իր դեմ իմպիչմենտի հիմքով, հա, այնտեղ անհասկանալի է թե ինչ է տեղի ունենում, դրան զուգահեռ անխոս ամենակարևորը լինելու է միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգներում նոյեմբերին, եւ այս առումով ամբողջ կոնգրեսն է, հա, ներկայացուցիչների պալատն է վերընտրվելու եւ սենատի մի մասը, այո։ Հիմա 1/3, հիմա այն պայմանները, որոնք որ կան
Այսօր, երբ օրենսդիրը փաստացի ամբողջությամբ վերահսկվում է հանրապետականների կողմից, առնվազն այդպեսին չի լինելու բոլորի համար պարզ է։ Պարզ է նաև, որ իրանական այս պատերազմը կամ այս գործողությունը ամենավոչ պոպուլարն է Միացյալ Նահանգներում, հավասարվել է այսօր նայում էի Washington Post-ը հարցում էր իրականացրել 65%-ը դեմ է այս պատերազմին։ Սա իրաքյան պատերազմի նման բացասական ընկալումներ ունի եւ վիետնամական պատերազմի 70-ականներից, այսինքն այս մակարդակի բացասական է ընկալումը։ Իդեպ սրանք շատ տարբեր պատերազմ։ Անխոս ճշգրիտ վիետնամական պատերազմում ամերիկացիները իրենց պատմության մեջ ամենաշատ զոհն են ունեցել։ Ավելի շատ քան երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Հասկանում ենք, չէ՞, ինչի հետ գործ ունենք, այստեղ դեռևս խոսք էլ չկա ամերիկացի զինվորների մահվան մասին, շատ փոքրաթիվ են զոհերը, բայց ամերիկյան հանրության շրջանում այս պատերազմը բացարձակապես չի ընկալվում, դա նաև ուղիղ եւ անուղղակի ազդեցություն ունի ամերիկյան տնտեսության վրա եւ գնաճի վրա, բայց ամենակիչն ունի աշխարհում։ Աշխարհի բոլոր երկրների վրա ավելի շատ ազդեցություն է ունեցել բացասական իմաստով պատերազմը, քան Միացյալ Նահանգների, բայց նույնիսկ այս պայմաններում ուրեմն նեգատիվ է վերաբերմունքը։ Այս ամենն ասում եմ այն պատճառով, որպեսզի հասկանանք, թե որքան կարևոր գերակայություն է մնալու Հայաստան-Ադրբեջան կարգավորման Թրամփյան տրամաբանությունը եւ կախված նրանից, թե ինչպիսի հանգուցալուծման ականատես կլինենք Իրանի պարագայում, այդքան էլ թերևս կընկալվի կամ այդքան էլ կակտիվանա կամ չի ակտիվանա ամերիկյան քաղաքականությունը մեր հարցում։ Կա մի հանգամանք, դա այն է, որ եթե կանգ է առնելու այս պատերազմը կամ եթե ինչ-որ լուծում է գտնվելու գոնե այս փուլում սառեցնելու գործընթացը, Թրամփին այնուամենայնիվ արտաքին քաղաքական ուղղությամբ ինչ-որ կարևոր լուծում պետք կլինի կամ ինչ-որ դրական մի բան պետք կլինի եւ կարող է նույնիսկ միջանկյալ ընտրություններով նաեւ պայմանավորված այս ուղղությամբ ակտիվացում նկատենք քաղաքական իմաստով, որտեղ պետական առումով բարձ է, որ ամերիկյան պետությունը հետարկրված է սրա շարունակությամբ, բայց այս ամենը կրկնեմ ուղիղ կապ է ունենալու իրանական ճգնաժամի այս փուլի հանգուցալուծման կամ տրանսֆորմացիայի հետ, դրանից էլ կախված կտեսնենք, թե ինչ ակտիվությամբ կներգրավվեն։ Օգոստոսի 8-ը ես առավելապես այս համատեքստում կքննարկեի, քան թե այն, թե ով է լինելու Հայաստանը ներկայացնող այդ փուլում։ Շնորհակալ եմ, պարոն Խառատյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ գտաք մեր եթերի համար։ Մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Ալիք մեդիայի հիմնադիր, արևելագետ եւ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Քննարկեցինք մի շարք հարցեր կապված առաջիկա այս եվրոպական գագաթնաժողով, Երևանյան գագաթնաժողովների հետ, նաեւ Հայաստան Արևմուտք, Հայաստան Միացյալ Նահանգներ, Հայաստան Ռուսաստան հարաբերություններին առնչվող մի քանի հարցերի հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք երկուշաբթի մենք պլանավորել ենք հարցազրույց ժողովրդավարական Բելարուսի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայի հետ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը։ Իսկ այսօր թերևս այսքանը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։